Հայ գարաժը Brotherhood գարաժի հետ համատեղ ստեղծում է մի հատ հետաքրքիր նոր պրոյեկտ High Drift։ Այս պրոյեկտի շրջանակներում մենք փորձելու ենք գտնել մի մեքենա, որը այդքան էլ լավ վիճակում չի լինի, շատ կարևոր է, որ լավ վիճակում լինի իր մոտորը։ Այդ մեքենան վերցնելու ենք, սարքենք մեր լեզվով ասած կորճ, այսինքն միջից սաղ դուրս է գալու, մնալու է մենակ իր նստատեղը ու ընդհանուր սաղ մեջը հավաքվելով կորճով ու շատ հետաքրքիր մի հատ կոնտենտ է լինելու։ Իսկ թե ինչ է լինելու այդ մեքենայի հետ ամենավերջում, դա պետք է հետևեք, որ դուք իմանաք։ Դե ինչ, մենք գնում ենք մեքենայի հետևից ու սովորությանը համաձայն առաջի հերթին գնում ենք էժան մեքենա մանգալ Վրաստանում։ Որովհետեւ գիտեք, Վրաստանում անպայման պետք է հայկական համարները մի հատ ապա արվի։ Հիմա եկել ենք այս լեգենդար տեղը, որ եղել է Վրաստանում, գիտի այս հատվածը։ Այս ապան անում ենք, շարժվենք Թիֆլիս, հավանաբար այսօր կպրոստը կգնանք հյուրանոց, կքնենք, կհանգստանանք ու վաղը արդեն դուրս կգանք, կսկսենք մանգալ մեքենան։ Ահա եւ հասանք, ոնց որ ասում է հյուրանոցային համալիր, գնում ենք Էլիավա վաղը, գնանք Էլիավա, այնտեղից կմիանամ։ Բարի լույս բոլորին, զարթնել ենք, հիմա դուրս ենք գալ, եկել գնանք արդեն Էլիավա, հետո Էլիավայից հետո գնալու ենք ավտոբազար, կարճ ասած երկար օր է սպասվում, բայց ամենավատը այն է, որ այսօր ստեղ շատ վատ եղանակ է, շատ մռայլ է, այսքան մռայլ, այսքան անհավես եղանակ ու մեր այսքան հավեսը, որ եկել ենք ստեղ, այսքան հետաքրքիր գործեր անելու։ Աշ, մեզի կորչի համար ինչ ավտո է պետք։ Լուրջ հարց տվիր։ Ամոզի բան։ Արա ռուլերը։ Հեսա վերևը հենց քո ուզած ռուլն է։ Այսի։ Աչին է։ Այսի։ Հա, կստացի։ Դե կարող է իմ համար ռուլ վերցնենք։ Ես մոռացել էի, որ իմ ավտոյի հետ կապված երկու բան կա, որ կարող է ինձ հետաքրքրի։ Հենա Աշոտը նկատեց, ասաց դեռ կա, նայեցինք, ասեմ, որ ղեկը բավականին թանկ էր airbag-ով։ Հա, մենք ստեղ չէինք եղել նախորդ անգամների ինչ խոսք։ Որ մենք գալիս էինք Իսանի, ես մտածում էի, որ ահա որ մեծ շուկա ենք եկել, որտեղ ամեն ինչ կա, բայց խոսքը մեր մեջ ոնց որ թե ստեղ ավելի հետաքրքիր բաներ կա, ավելի մեծ է տեսականին, ու ի տարբերություն այնտեղից ստեղ խանութներ է կա, եթե այնտեղ մենակ քանդող էր ու վсё, որ ջենջոտ վիճակ էր ուր նայում ես, ով եղել է կհասկանա, ստեղ մի քիչ ավելի ցիվիլ տեղեր կա։ Մոտես մի արգան։ Անմահական կոֆեներ ունենք։ Մենակ այն հակնոթը ասես բլա։ Մի հատ կարևոր բան հասկացանք ստեղ։ Ամեն ինչ էլ կա, իրոք ամեն ինչ կա, ու շատ բաներ նաև կարելի ասել բավականին մատչելի կա, բայց ոնց որ օրենքին ցած միշտ ոնց որ լինում է, ինչ որ մեզ է պետք, այդ չկա։ Ես միշտ այդ նկատել եմ, ինչ հասես լինում է sense տեղերը, բայց այն ինչ որ ինձ է պետք լինում, չգիտես թե չկա միշտ։ Լկայնի։ Ահա, ոնց որ ինչ որ բան է գտե։ Ոնց որ ինչ որ Здравствуйте. Брат, есть руль от Е90, там эмошный лепестками есть такой? Нет. Ну то, спасибо. Ոնց որ ասում էի, ինչ հասես կա, բայց այն ինչ որ մեզ է պետք չկա։ Քանի որ եղանակը գնալով վատանում է, մի հատ կմտնենք ստեղ ներսում էլ սրահ կա։ Աշոտի ավտոյի համար լիպ է պետք նայել 4-րդ սերիայի համար, արդեն ոնց որ այնքան ստեղ ռուսերեն ասենք 4-րդը եմ ասում, 4-րդ սերիայի համար Աշոտի լիպ է պետք։ Սպեցի չխնդամ։ Հա, ես իմ խնդալը եկա վարխային։ Այդ զգացեք խանութի մեջ կարելի ասել շթերի քանակ, տեսակներ։ Ուր արա մի հատ մեր մոտ ցենց տեղ չլներ։ Ու զգացեք ինչ տիպի ինչ շիթ հասած կա։ Հələ մեջը մտանք։ Մի հատ զգացեք ինչքան ինչ ասես կա։ Աբա ամազը պարկինգի մեջ մոխսաս սատուրով։ Արա, ես ինչ։ Այն որ գալիս են Վրաստան սաղ ավտոյի բոդիքի տեղ հավաքում հետ են գնում, այսպես տեղերում են, էլի հիմնականում անում, որ սաղ հանում թափում են իրենց ավտոյի վրա զրոյից հավաքում գնում են։ Որտեղ այսպես մեծ տեսականի կա, Աշոտի համար այս չետվորկի այս գուբայից վերցրեցինք։ Այս գլյանցովին։ Այսա վերցրեցինք, այս լիպը, վճարեցինք լարի, սա գովաց չէ, սա իմ անկեղծ կարծիքն է։ Նոր քիչ էր լինում սպոյլեր վերցնել 92-ից համար, բայց չվերցրեցինք, որովհետև ընդհանրապես իմ ավտոյի հետ կապ չունեցող բաներ, բայց մինչև až պնդում էր, որ իմ ավտոյի համար է այդ։ Սա այդ մոմենտն է կա, պետք է մաքսիմալ ուշադիր լինես, որտեղ դաժե ինչ որ հստակ ասում են քո ավտոյի հետ սազելու է կամ չգիտեմ քո ավտոյի վրա հաստատ լինելու է, այդքան էլ տենց չի։ Պետք է մի հատ անպայման ինքդ հասկանաս քո ավտոյի հետ կապ ունի դետալը թե չէ, նոր վերցնես, որովհետև իրանք էլ են հասկանում, դու էլ ես հասկանում, որ հետ չես բերելու։ Մի 100-200 լարյանոց ապրանք ասած հետ չես բերելու, էլի։ Դա սրանցից էր դա։ Գնում ենք Աշոտի այս լիպը տեղադրենք, նոր գնանք մեր գործերով, որ ծերներս չփրկցնենք։
Տանում ենք սիրուն տեղադրենք, սիրուն ֆրանկ։ Արա մանր փող չունեցանք տենց էլ։ Մանր փողն ինչ ես անում, Աշաս, քեզ մենակ մեծ փողեր եմ կամենում ես։ Արա ինչքան գեղեցիկ է, բանտաժատ, այսպես դուս եկած։ Ինչ որ այսպես մի բան է դառնում, հա։ Արա գեղեցիկ է։ Գեղեցիկ է։ Դե ծուրմուր եմ դրե։ Շուրսենց մի բան է։ Այս մը դութոս տանը։ Շնորհակալ եմ Ռաֆո ջան, նայեք ինչ հոգատարա իմ սիձելնիկն է միացրած։ Փողն է տվեց, արա մալաչինա։ Գնում ենք մաստերի մոտ։ Էսա մաստերին տենեք։ Արա սա գնալու ենք, պրոստը խոսքի չգիտեմ։ Այս փողոցում կանգնած է, ատվերկով քեզ է սպասում։ Հա, օրազան շատ վատ գոր։ Համար ձգողներ։ Ահա որ վատ գործանում։ Ատվերկով քեզ է սպասում, ատվերկով Ուր արա ձգելու է։ մաստերը։ Չէ, արա ուր է այդ մաստերը դրա։ Աշոտը հիշեց, որ նկարահանման է եւ շուրջ չտվեց։ Дядь, где можно тут губу поставить переднюю? Хотим губу поставить переднюю. Есть где место поставить? Այս ինչ երկար լսեց աթես Օրը դիետու։ սարը վարա։ Արա։ Ինքը ջոգեց բոդեքս ես ուզում անես։ Արա բայց ջոգից երկար լսեց, դատեց քո ասածը, ասեց նետու։ Արա ես իսկական մաստեր եմ, բայց կոնֆուի։ Հեսա արդեն տեղադրում ենք լիպը։ Հաճե։ Հենց տեղ դիմացը, որ դուս եկակ այդ մեծ խանութից, հենց տեղ դիմացը տեղադրում են։ Հեսա ցույցտամ ընթացքը թե ոնց է տեղադրվում։ Տանկրատի վրա դիամարչի։ Ու հեսա սիրուն են լիպը տեղադրելու է տակը։ Հետո գնանք Երևան, մենք հետ նորմալ տեղադրենք։ Մենք ստեղ խորացանք, որ այս ասենց մի հատ ուրիշ ավտո էլ է, այսենց եկեք կանգնած եղե, այսենց բարձրացել է որ լիպը փոխի։ Վերջը այսենց մի բան է ստացվել։ Եկավ մաստերը։ Այսենց բոլորով մի համորջերով չէ։ տեղադրում են լիպը։ А ты тоже вот так сделай здесь. Вот так сделай, поставить, да, вот так, да. Աշետ, որ ասել է 30 լարի, 10 քոննա, 10 ռաֆին է, 10 իրան է։ Արա 30 չէ, 35 դաժե։ 5-ը 5-ը կողնա աշկես։ 5-ն է իմն է։ Գույների Արա մեջ նար ինձ թված թե սամարեզով ծակեց ապեշիթես։ Հա բա, բայց ինչ էի ասում։ Արա նայ, հորսավ անխիղճի պես մի հատ չէ, նայ։ Հաճոտքի դու չգիտես Աշոտ ձևը տենց է։ Արա հորսարով կնոպկի տեղ կար вообще-то տակը։ Շո հա։ Այ ախպեր կարող գիտես սաղիթ հետևից պիտի սենց ընկնի։ Հենց էլ մունաթով ասում։ Այսպես էլ սամարեզով անում։ Գողի ճորիկներով Ու չի էսա անում Աշոտ։ փոցն էնա, որ միամիտ վերջում ծուրելնի, չէ՞։ Բայց էս է ասում, Հանի նորից դնի։ Գնալու ենք Երևան, մենք անենք։ Արա Հազար վարի ինչ որ խոսում ենք, ինքը հասկանում է։ Մի հատ զգացեք ոնց է ավտոյի տեսքը փոխում, սենց փոքր դետալ է։ Ու այս մարդը։ Մարդը չէ, էլի լիպը։ Хорошо сидит, да? Սուպեր։ Да, очень красиво։ Մի հատ զգացեք ինչքան գեղեցիկ ստացվեց։ Թրանք տվեք։ Սա գովազ չի, սա մեր անկեղծ կարծիքն է։ Հավանեցիք ախպերես մեր էլիա։ Ոյ, ինչ սիրուն կոդրա, Աշոտ ջան։ Հələ մոտ դες նայի։ Օ, դենց կքշես։ Արա վсё։ Ախպերես վերջի ավտո նայելու ենք, չէ՞։ Ինչի համար հավաքվել ենք։ Զանգ եք ախպեր հենց։ Գնացինք։ Դե ինչ վերջի գնանք ավտո նայելու, մինչև այդ գնանք հաց ուտենք, այդ ցույց չեմ տա, գնանք հաց ուտենք ու գնանք մեքենա նայելու։ Եկանք հասանք ավտոշուկա։ Հիմա իջնենք նայենք մոտարապես մեր ուզած գնով մեքենա կճարենք թե չէ։ Հələ որ տենց լիահույս եմ, որ ճարելու ենք։ Իսկ մինչև այդ ցույց տամ BMW-ներ։ Բա մեր BMW-ն։ Դստեղ շատ ենք եղել, շատ եմ ցույց տվել ինչը ոնց է, տենց շատ հիմա չենք խորանա։ Հիմա մի անգամից գնանք էժան մեքենաների մոտ։ Գնանք էժան մեքենաների մոտ, փորձենք գտնենք ինչ-որ հետաքրքիր բան, որը կարա մեր պրոյեկտի շրջանակներում լինի։ Եղանակը այն որ շատ մեր կողմից չի էլի անկեղծ։ Ու ոչ միայն եղանակը, որովհետև ցանց նայում եմ այն մեքենան, որ մեզ է հետաքրքրում, ստեղ չկա, երևի ավելի ռեալ է լինելու ստեղի ինչ-որ սոցցանցերով ավտո գտնենք, որովհետև ստեղ տենց բոլիմենի, Հեսա։ տենց մեքենաներ, որոնք որ նորմալ է, էլի, պրինցիպի։ Իսկ մեզ պետք է ավտո, որը այդքան էլ նորմալ վիճակում չի ու ինչի հաշվին ինքը պետք է լիներ էժան։ Ստեղ որ sense նայում ենք, էժանի բան չեմ տենում։ Այս Պանամերանը կվերցնենք, ճիշտ ես ասում Ռաֆ։ Ապա ընդհանուր հասկացանք, թե ինչ է կատարվում։ Հա, չոտկի ջոգինգ է, չէինք հասկանում։ Ընդհանուր առմամբ համ անձրև է, մի քիչ ցուրտ է, պլյուս մենք հասկացանք, որ ստեղ չկա ոչ մի տիպի տենց մեքենա, ինչ որ մեզ պետք է, բայց ամեն դեպքում եկանք ստեղ նայեցինք։ Հիմա կփորձենք մի հատ ստեղի սայթերով նայենք ինչ ավտոներ կան, այդ ավտոները փորձենք զանգենք, գնանք նայենք,
կարող է մեջ ինչ-որ հետաքրքիր մի բան գտնենք, բայց ամեն դեպքում ստեղ էս ավտոշուկայում ընդհանրապես այդ գնի մեջ այդ կատեգորիայի մեքենա, նախ այդ կատեգորիայի մեքենա չկա սկսեմ այդտեղից, ու երկրորդն էլ այդ գնի մեջ չկա։ Այսինքն ինչ մեքենա որ մեզ պետք է, կորչի համար չկա։ Բայց այս ավտոն հետաքրքիր կլներ։ Ու թազա։ Այս հետաքրքիր մեքենան իմիջայլոց մեխանիկական է։ Էսի հավես կլներ իրականում։ Բայց այս այդ ավտոն չի ամեն դեպքում ու ինչքան է։ Գրած չի։ Գինել գրած չի։ Ռաստամոշկա էլ արած չի։ Օ, ինչ հետաքրքիրն արա։ Հասնենք նստենք ավտոն, սկսենք զանգեր կատարել ու գնանք նայենք։ Մի հատ 36 կուզով ենք գտել։ Հեսա զանգենք, փորձենք հասկանանք։ Ամոմենտի սատույց abonenti միուց տոմելի է։ Դարեգետ մոգույանեպիտ։ The person you have called cannot be reached. Աջո։ Плюс 95. Алло. Привет, брат. Привет. По поводу тройки звоню, 36 есть машина? Да, слушаю. Да. А где можно посмотреть, брат? Мы тут в Руставе, авторынке. Она в Марнеуле, брат. в Марнеуле? Ну ладно, позвоним тебе, спасибо. Хорошо. Да, сигура автомат. Конкретно карчурса. Алло. Здравствуйте. Пишу. По поводу машины звоним, 36-й. Есть? Ара. Кайти домой, не кайти. Чка. Нету, да, машину? Продали? Սորչես հասկանում գլխով արա։ Անջը տեսավ։ 568. Алло. Пишу. Привет, брат. Здорово. По поводу машины звоню. Есть? Актуально? Да? Да? Да, по поводу машины звоним. Есть еще? 36-й. Тройка есть у тебя. А, уже продал. Уже продал? Արա դալալ էր явնի, ասեի ուրիշ չունի։ Լսում անարինքը, հենց մի։ Ամոմենտի սատույց abonenti միուց Նոմեդի սատի դոդի դարի abonenti։ Սիելի նույն մարդն է խոսում։ Ուրեմն սիտուացիան ոնց է, ոնց որ սա մեր դեմ լինի։ Անվատ եղանակ էր, բայց մենք նաև ծրագրած ունեինք, որ կանենք ստեղ էս շուկայի վերևը տրասա կա քշելու, վճարովի մտնում, վճարում ես, քշում ես, տենց սիրուն կադրեր հավաքենք, բայց բարձվում է երկուշաբթի օրը տրասան փագա։ Հենց որ իմացեք, եթե դուք հետ ուզենաք գաք քշեք, երկուշաբթի փագա ու կարճաշած չստացվեց։ Ուզում ենք զամեր անենք 0-ից 100 ու ընդհանուր առմամբ քշեինք, սիրուն կադրեր հավաքենք։ Այդ մնաց մյուս անգամ։ Բայց ավտո ենք գտե, պետքա գնանք նայենք, ճիշտ է հեռու է, Մարնեուլի է, հավանաբար նենց կանենք, որ միանգամից երեկոյան տենց հետ գնալուց նայենք, որովհետև ստեղ ինչքան ավտոման ենք գալիս, ոչ մի բան տենց մեր սրտով չկա։ Մի հատ կար զանգեցինք վաճառված էր։ Մնացել է այդ մի հատ 36 կուզովը հետ գնալուց կմտնենք գնանք, եթե ամեն ինչ մեր сортով լինի, այսօր կմնանք ստեղ, որ վաղը միանգամից ստեղ անվնափոխություն անենք ու հետ գանք Հայաստան։ Դա ինչ հարցն է։ Здравствуйте. А машина продается вот эта 36-я? Нет, не продается. Я только что купила. Как это? На счастье, да, короче. Как говорится. Вот так, А можно вам спросить, ребята, мы тут почти ничего не знаем, короче, приехали, там снимаем блог и хотели там сделать замеры, вот там трасса есть, да? Ну там закрыто было, есть где там покататься круто, Тбилиси. Вот это. крутые кадры сделать там, спасибо. Չգիտի այդ աղջիկն էր արա 36-ը։ Այս սաղ վատ պատմության մեջ մի հատ լավ բան նոր եղավ։ Լրիվ պատահական իմացանք, որ ստեղ մի հատ է տեղ կա, որտեղ կարանք ավտոն քշենք։ Հիմա գնում ենք Լիլո։ Հեսա հասնենք այնտեղ, հասկանանք այնտեղ ոնց է, հույս ունեմ այնտեղ հարամ չեն անի ու կստացվի այնտեղ քշել։ Աշոտը ճամփից մեծ 36 կուզով գտավ ու հարցնում է թե որտեղ է այդ տեղը, որտեղ կարանք քշենք։ Лерри вани мастера. Асм, не знаю, асма. Там спроси. Լիլո արենա ենք եկե։ Այսինքն հետաքրքիր մեքենաներ կա։ Ստեղից Լյուբոյա կարել էր առնել, մի հատ զգացեք ինչ ավտոներ է։ Մարդ չկա, ոնց որ էսքան ավտո կա, մարդ չկա, բե։ Իրոք ոնց որ մարդ չլինի արա вообще։ Չնայած բագաժնիկը չի բացվում, պրոստը բան է հավաքած։ Մի հատ զգացեք ինչ ավտոներ է ստե։ Էսրանք։ Ու ամենակայֆը գիտեք որն է, որ ես ուժե կասկով եմ ու հեսա ես եմ քշելու, բայց ճիշտ է այդ ավտոները չեմ քշելու եմ մեր ավտոն
Բայց մեր ավտոն են հենց պակասը չի էլի։ Անկեղծ ասած կա մի քիչ լարվածություն, որովհետև շատ առաջի անգամ սենց պրոֆեսիոնալ ինչ-որ տեղում, ինչ-որ հետաքրքիր ավտով սենց բան անելու, բայց ինձ թվում է սա շատ թույն է լինելու։ Արի քո ավտոն ցույց տու։ Շատ ուրիշ ձև է, չորս քաշողը, շատ։ Սազում է։ Դե քանի որ սա 4x4 է, դիմացինն է որ քաշում է, այդքան էլ մեր սրտով չի դրիֆտ լինում, փորձում ենք դիմացը անջատենք, ափսոս Աշոտը նոթբուքը չի վերցրել, թե չէ տենց ռազդվակ անջատենք։ Հիմա փորձում ենք մի ձև անջատենք, այս ինչ քամի է, որ կարողանանք նորմալ դրիֆտ անենք։ Ուրդ եմ ասում շատ նենց ուրիշ հետաքրքիր նենց զգացողություններ է, այս ցուրտը, այս անձրևը, մինչև այս որ այսքան մանթու ենք, որ լիքը բան մեր ուզածով չի ստացվել ու վերջո եկանք այս Լիլո արենան, որտեղ որ գոնե ինչ որ հետաքրքիր բաներ է լինում անել։ Բայց ստեղի այս դրսի ավտոները, որ նայում եմ կորճ սարքած, այս մոտարապես այն է, ինչ որ մենք ուզում ենք ստանանք։ Արա դե 4 քաշողը է, շատ ուրիշ ձև է անում Սյոժը։ Фотограф, все. Արա որ դու տենում ես դեմի ակերն էլա բուքսավատ անում, ռեալ հասկանում ես որ չի թողում ջոգիր ինքը արդեն։ Դեմի ակերը ֆռվում է ու չի թողում ոչի բան անես։ Նայ էսա չի թողում, նայ դեմի ակը տենես ոնց է ֆռվում։ Արա չի չպետք է թողի արդեն այդ բանը, հա։
ամենակարևորներից մեկը այն, որ այս ամեն ինչը արվեց ախպերս առաջ 4x4 անջատելու։ Դե ռեալ էլի։ Դե մի քիչ ասֆալտի թացն էլ է հեշտացնում, մի քիչ որ ստոպ չի։ Աշոտի ձենը հիմա չի լսվում, ասում եմ մի քիչ ասֆալտի թաց լինելն է հեշտացնում սիտուացիան, մեկը այն, որ մի քիչ ստոկ չի ավտոն։ Բայց ամեն դեպքում 4x4-ով դրիֆտ անելը ինձ թվում է նենց չի էլի, տենց սովորական բան է։ Մեր այս անգամվա գալուց հələ որ գոհեմ։ Ճիշտ է, մեր ուզած ավտոն չենք գտե, բայց հələ չենք հուսահատվում, որտեվ հետ գնալու ճանապարհին Մարտնելիում պետք է մտնենք մի հատ 36 կուզով նայենք, եթե կարացանք գտնենք, հեսա ցույց տամ մոտարապես ինչ ենք սարքելու, եթե կարացանք գտնենք։ Մոտավորապես այսենց սրանցպես այս մոպեդիջը, այս սրանցպես կորչ ենք սարքելու, սրանց մեջը չեք պատկերացնի ինչ է։ Այնտեղ էլ կա, այնտեղ էլ այսենց գունավոր կետեր կա հիմա կադրում, դրանք ավտոները շատ ուժեղ հետաքրքիր մեքենաներ է։ Ուստեղ ասեցին, որ ստեղ այս մեքենաների սեփականատերերը ավտոները ստեղ են թողում, որովհետև իրանք հաճախ են ստեղ հավաքվում, քշում, պարապում ու տենց ընդհանուր տենց բաներ անում։ Կփորձենք մի ուրիշ օր գանք, որ կարողանանք այդ ամեն ինչը ժիվոյ տենանք, ինչա լինում, ոնց է լինում, այնց որ եթե դուք եք ուզում տենաք, կարաք գաք կամ կարաք կոմենտներում գրեք, մենք գանք, ձեզ ցույց տանք։ Վերջ, ինձ թվում է այսօրվա համար այս հատվածում հերիք է։ Այսա կգնանք հավանաբար մի հատ մի կոֆե կխմենք կամ կարող է դաժե հաց ուտենք նորից ու գնանք արդեն Մարտնեուլի այդ մեքենան նայենք։ Ես շատ հույսով եմ, որ այդ ավտոն նորմալ ավտո է լինելու ու մեր սրտով է սախ լինելու։ Դե բնականաբար կհասցնես Վրաստան չմտնես Մակդոնալդս, տենց չի լինում, բայց մտել ենք զուտ կոֆե խմենք։ Կամարջոբա։ Կամարջոբա։ Молодец. Молодец. Բրացի Սիրինա։ Արա վիզիտկա դնեմ այդ ապասի։ Гна. Спасибо. Я мрела это видеть. Merci. Кстати, նոր կոլա դուրս եկե, զերոնա, ես չէի տեսա։ Մտանք, կոֆե էլ խմեցինք, հիմա հանգիստ արդեն գնում ենք Մարտնեուլ, որ տեսնենք այդ 36 կուզովը վերջապես։ Գնանք 36 կուզովն նայենք, հուսանք սաղ մեր ուզածով կլինի, արդեն եւ մի 5 անգամ ասել եմ, որ հուսանք մեր ուզածով կլինի։ Եթե մեր ուզածով եղավ, հետ ենք գալիս Թիֆլիս, մնանք, վաղը առավոտյան գնանք գրանցենք ու հետ գանք Հայաստան։ Մեքենան նայեցինք, չի ասի, որ վատն է, բայց դե մի հատ կարևոր ֆակտոր կա։ Ինքը շատ լավ վիճակում էր ու բնականաբար թանկ է, քանի որ լավ վիճակում է։ Պլյուս այդ ամեն ինչին մոտորը 3.2-ն է, այսինքն ոսը շատ թանկ է իր լինելու։ Մեզ պետք է անենց լինի, որ մոտորը թույլ լինի թեկուզիև։ Մենք բերենք մեր մոտ, մենք ուժեղացնենք իրան օրինակի համար, բայց նենց լինի, որ ստեղից էժան վերցնենք։ Չգիտեմ, հələ կփորձենք էլի ման գանք։ Եթե գտնենք լավ կլինի, եթե չէ, մնում է արդեն Հայաստանից գտնել։ Որտեվ ստեղ ոնց հասկանում, ոնց որ թե չկա։ Մեր սրտով, մեր ուզածով ինչ որ մի հատ հարմար տարբերակ։ Բայց ավտոն հետաքրքիրն էր։ Միած զգացեք ինչ եղանակ է։ Այստեղ թվում է թե ոչ մի խնդրեմ չկա, բայց եթե հաշվի ես առնում, որ մենք լետնի բագրշկեքով ենք, այդ առնում է արդեն լուրջ խնդրեմ։ Անցից անոսը սանջետել եմ, որ գազն է մեթա, թե չէ գազը ստալի չի եթում ջոգիր։ Գազը ստալի, գազը չի վեկանում բարից իմաստով էլի ջոգիր, չէ։ Ստիպած ակերն ենք մի քիչ քշացնում, թուլացնում, որ գոնե կարողանանք բարձրանանք։ Անսովոր վիճակապ է։ Աննաց է կապչուն ձուն է։ Այս ինչ վատ բան։ Անգեր չեմ կարող ախր հենց դա։ Չէ, աշի, չէ։ Օպար չէ չկա մեր համար։ Սենց ասեմ ջոգի։ Արա ինչ ռիսկով է անցնել։ Դրամ արդը պետք է 4 քաշող քշես։ Ժողովուրդ ջան, 4 քաշող BMW-ից լավ բան չկա։ Մենք որ արեք մեր ավտոները։ Նայեք ինչ են անում այ ախպեր։ Սա դեռ լեդի։ Թունելն է էնի։ Ասաղին անցանք Ինչա խոսում։ Ասենք վերջ դեպի աշկը։ Թունելի վերջում լույս է Երևանում այսա։ Բոնուս նեյցան է։
շատ հուսով եմ, որ գտնելու ենք մեր ուզած մեքենան, որովհետև հենց այսօր գնում ենք արդեն նայենք մի մեքենա, որը իմ կարծիքով մեր սրտով է լինելու։ Դե ոնց գիտեք, կոնկրետ այս պրոյեկտում մենք մենակ չենք, ես ու Ռաֆոն մեր շատ լավ ընկեր դիագնոստիկա կետայմի Աշի հետ ենք։ Աշս պրիվետ։ Դե մենք ամեն հաղորդման սկզբերում սենց չենք բարևելու, որովհետև նենց չի էլի, տենց սենց իրար տենում, բնականաբար մենք իրար հետ ենք այս անգամ սկսե։ Դավայ։ Աշս ավտո ենք գթե։ Հա։ Ավտո ենք գտել ենք 34 կուզով, բավականին ցենց ցախ մեր ուզածը մեր ստվա ու իմ կարծիքով գնալու ենք ու այդ մեքենան այսօր առնելու ենք։ Գնանք տղեկ։ Էլ ենք։ Հիմա գնում ենք Էջմիածին, որովհետև Էջմիածնում մի հատ 53 ենք գտե, 34 օր ինչ 53-ը։ Օրինակ գնաց կուզեի 53 բայց վերցնեինք։ Դրիֆտի տակ, չէ։ Արա չգիտեմ, պրոստը։ Սարքենք հետև քաշը։ Բավականին լավ վիճակում է, գնանք, եթե հավանենք վերցնելու ենք, բայց մինչև գնալը ոնց որ համընկավ էլի, մի հատ գնում ենք այս մեքենայի յուղը փոխենք, գնում ենք մեր շատ լավ ընկեր Արսենի մոտ, հեսա գնանք այնտեղ յուղը փոխենք ու միանգամից գնում ենք Էջմիածին այդ մեքենայի հետևից։ Ոնց է տրամադրությունը հետևում, պարտերում, չեմ լսում։ Արդեն հասանք Էջմիածին, հեսա զանգում ենք այդ տղուն, որ արդեն կոնկրետ ասի, որ փողոցում է, գնանք մեքենայի մոտ։ Ալո։ Անգերս որ պետք է ավտոն գայինք նայենք։ Մենք մտանք Էջմիածին առաջին խաշմերուկի վրա ենք ուղիղ անցնենք։ Հա։ Մնում է այնքան վատը չլինի, էլի, որ այդանք նայենք, ասենք էս ինչ ենք եկել նայում։ Իրոք է, էլի։ Գոնե մատոր կարոպկա նորմալ լինի, քաշը տեղի Ապեր լինի։ արտաքնապես ինքը այնքան նորմալ է, որ դաժե պետք չի։ Հա, արտաքինը մենք մեկը տենց Խաստում ենք անելու, սաղ փոխելու ենք մենակ։ Կապոտը վրան չլներ, խոսք չէ, լավ կապոտը մի քիչ պետք է կանա։ Առանց կապոտ չենք։ Բագաժնիկը վրան չլներ, դա օքեյ է։ Կարար բագաժնիկը վրան չներ, դրա խաթր էժան լներ։ Հետևի 2 կրիլիոն ջարդա։ Դե հենց այդենք տենանք կարող է մարդես մագբան դինամիկ հանի ախպերը էլի իշնի։ Որովհետև ասեմ, որ մեր պլաններում նենց է, որ գուցե դաժե կարող է հետևի բագաժնիկ ու 2 կրիլիոն հանենք, ոնց որ նախորդ էպիզոդում ցույց էինք տվել Վրաստանի Լիլո Արենայի մոտի կանգնած մեքենաները ոնց էին սարքած, այդտեղ հեսա պատսկացնենք տենակ նախորդ հաղորդման, ցենց հետևի բագաժնիկը ու կրիլոն դուրս է գալիս, իր քաշը ավելի է թեթևացնում, նայ չի ցենց ջարդական։ Պալիբոմը թեթևցնելու ենք, որ հեշտ լինի դրի։ Շատ բան, դե հիմա պիծորկա է, պիծորկի վրից այնքան բան պետք է թեթևացնել։ Որ ցեցը ընկելա մեջներս հաստատ բոմբ բան ենք անելու։ Այո, իհարկե, այո։ Դեղին մարքետի մոտից ձախ ենք անում, ճիշտ ենք, չէ՞ գալի։ Ստե տակացա գրած։ Այս քաշմերուկն ենք արդեն որ ձախ ենք անում, հետո երրորդից պետք է աչանենք։ Ախպեր սխալ է զանգը դուրս։ Նորա զանգը ախպորն է զանգը։ Մարտը իր համար սպասում է զանգին, որ գնաս ավտոն չի բանի, զանգի ասում ես դեղին մարքետ արա։ Լավա շուրջ ենք բերում։ Արա շատ ուրիշ գործ անում է։ Հեսա։ Էսա մեր պիծորկեն։ Արած վատը չի, չէ՞։ Արա լավն է դաժե։ Պարուժիները որ կդրանք լրիվ կորջ։ Դաժե լավն է։ Ոչ, ինչ կկտրտեն։ Այս դուրը չի բացվում։ Բաց։ Всё, գտած է բա։ Ահա Ռաֆը մի բան արդեն սարքեց։ Մի բան արդեն ջարդենք։ Օր մի թավուր պրոստը։ Լավ, բերմատ խոտ տանք, մնացածը հələ մի կոմ։ Հələ։ Բերմատ խոտ տանք տենանք ոնց է աշխատում։ Իարա ժամացույց է։ Ժամը ցուցարա, BMW-ի։ Բայց մեզ ավտոեր է պետք ինչ ժամացույց։ Այս մի անգամից գազով է աշխատում ախպեր։ Ինչքան է քշած։ 600,000, այն ինչ որ մեզ պետք է ապա։ Այս կապացուցենք, որ այս մոտորները ապրում են էլի ապա։ Դե հիմա ճիշտն ասա, չիտ մարքետ տես։ Արա, ինձ թվում է անիմաստ հարցեր ես տալի։ Արա հետևը դինամիկներ է կա, բայց մեզ պետք է դինամիկ։ Չէ, այս երկում է, բայց գոնե։ Կարանք ստե մի հատ քշենք մի կրուկ։ Ֆրանկ ախպերը։ Արա, вообще չի հետում։ Մի քիչ դժվար է հավատալ, որ այս ավտոն կարա դառնա այն ինչ մենք ուզում ենք։ Քաշը вообще տեղը չի, բենզինով չի աշխատում։ Հոպ, աշխատում է։ Всё, այլ ինչ է պետք նայա, չոտքերը կա։ Բայց մենակ է չէ պետք։ Արա հələ ստեն նայ ախպեր։ Շիտո կնկարի խնդրում եմ հələ մի հատ։ Ոչ չեկի լուս, ոչի բան, պրոստը չգիտեմ էլի այդ լուսերը вообще կավերեն թե չկա, բայց Հե, աշ։ ապեր։ Ապա դու ես տենց ուժեղ լիքը գազ տալի կոնուսը չթողած, թե ինքն է տենց այդում։ Դե ինքն է տենց այդում։ Կոնուսը չթողածը որն է։ Կոնուսը թողած գազը տելեֆոնը։ Չէ, բեսան բարձր, հա բեսան ձեն է հանում։ Ինձ կա թվում որ DMR-ն անջատես։ Ահագին լավ է։
Իսկ այս ծուխը նորմալ է, աշ։ Սենց առաջին հայացքից ոնց որ թե մեքենան բոլիմենին հենց նորմալ վիճակում է, չնայած որ այս հենց մանր խնդիրներ ունի, բայց եթե այս ամեն ինչը լուծելի է ու գինն է հարմար լինի, ինձ թվում է այս ավտոն կվերցնենք։ Համեցի Արման ջան, համեցի մեր օպերատորը։ Չէ, չռում է, այս պրակլատկից չռում է հաստատ, դրա համար է։ Չէ, դե այսքան չէր կարա, մի անգամից շուտ սկսել։ Իսկ լեդերը լավն է։ Զիմի է, զիմի արա։ Ախպերս դե էլի սաղ լավ տաղավարի պրոստ էլի դու էլ ես ջոգում ֆակտ, որ իրոք հորացավ շատ բան կա անելու։ Մենք այդ տաղավարի ասում եմ զուտ մեզի մենակ մոտորն է հետաքրքրում, որ լավ աշխատի։ Հնարավոր է ինչ-որ մի բան էլի հարմարվենք իրար հետ։ Այնպես շատ ենք ուզում քեզնից առնել։ Սենց նայում ենք ընդհանուր առմամբ ոնց որ մեքենան հետաքրքիր է։ Այդքան էլ շատ վատ վիճակում չի, բայց վրան լիքը գործ կա անելու։ Մեզ պետք է որ իր մոտորը շատ նորմալ լինի, թափը տեղը լինի, բայց վենտիլատորը դաժե ձեռով ֆրցնել չի լինում։ Մոտորը այդքան է շատ լավ վիճակում չի, բենզինով կարելի ասել չի աշխատում, այսինքն կոպիտ ասած դաժե որ վերցնենք էլ կանխավ մտածված գնով, վրան չգիտեմ ինչքան ծախսենք անելու։ Հիմա պետք է հասկանանք կամ գինի իջնում է վերցնում ենք կամ ընտրում ենք նոր մեքենա։ Որտեւ այս ավտոյի վրա 700,000 որ տանք, չլինի մի 5 միլիոնը պետք է դնենք, որ պրոստը դառնային ինչ որ մեզ պետք է, իսկ 1,200,000-ով լիքը ավտո կա իմ կարծիքով հենց պատրաստ վիճակում, որ այն ինչ որ մեզ պետք է։ Սիմենշի ոչ 410 եկավ եկալ։ Լուրջ ես ասում։ Դզեց։ Փաստորեն սխալ էի հիշում, հա։ Կարևորը Siemens չլինի, Bosch լինի։ Դե դա արդեն լավ է, դա պլյուս մի հատ։ Մնաց 15 պլյուս։ Մնացան։ Մի հատ պլյուս ակումուլյատորի վրա է, մի հատ պլյուս որ Bosch-ը պրավոտկեն, հա։ Մի հատ պլյուս որ լավ մարդուց ենք առնում։ Ու վсё ախպեր։ Ուրեմն մենք հələ լիքը կշփվենք այս թեմայով։ Նարեկին ճանաչում ես։ Բարև ախպերս։ Ծանոթացնեմ ապեք, ծանոթացնեմ։ Անմատը թող քեզի նկարեն ապա։ Բեր ոչ քեզ ոչ մեզ 300։ Ախպերս ոնց է իրասում են ֆրազեն շեդևրնի։ Явнին, деньги не проблема, брат, их нет։ Այն բանդաժները տալիս ես 2 հատ մեզի, 15 է էլի։ 2 հատ բանդաժ ես տալի, 650,000 տալիս ենք, հիմա գրանցում ենք այդանք։ Բարուկամ։ Դե արեց քեզ 600, նա 10 տվեց ախպերս։ Ոնց հասկացաք, մենք այս մեքենան ձեռք բերեցինք 650,000-ով, հեսա գրանցում ենք մեր վրա տանենք, սկսենք մեր գործերը ամեն ինչ անել, մինչև մռույց կանչեն արդեն վերջնական անվանափոխության։ Թղթերի հետ խնդիր չունի, չէ՞։ Ախպեր խնդիր չենք ունենա։ Չենգերս պրոբլեմ չկասեք։ Ավտոն ոնց տեսնում եք շատ կեղտոտ վիճակում է, բայց դա խնդիր չի այն դեպքում, երբ որ դու ունես ավտոլվացման կետ, այդ շատ հարմար է ու այդ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, եթե մեքենայի հետ կապված, խնամքի հետ կապված ինչ-որ բան եք ուզում, համեցեք Հայ Գարաժ Քարվոշ, Անաստաս Միկոյան 4-3։ Մերն է։ Մի ստոպը չի աշխատում, Աշոտ ջան։ Օй, քեզի փորձան կարա։ Չեք նայում ախպեր ավտո առնելուց։ Արա տես լավ չնային կարա։ Ախպեր հետևներից ես կգաս կապած։ Արա բայց կլինի ես մենք քո հետևից գանք, մարդ տորմուզ բան ունի էսի նորմալ։ Всё, վերջնական վերցեցինք այս մեքենան, վճարել ենք 650,000 դրամ, մեքենայի վրա տարբեր խնդիրներ կա, բայց իմ կարծիքով բոլորն է լուծվող է։ Իմ կարծիքով բավականին հետաքրքիր մեքենա ենք գտել։ Լույս չունենք, լույսն էս աշկվեց։ Գնանք հասնենք Երևան, մեր գարաժից արդեն վերջնական կմիանանք։ Ու երևի այսօրվա համար այսքանը։ Ես իրական ուրախ եմ, պրոստը համբրսած ենք, համ մի քիչ հոգնած ենք։ Բայց դեմս չեմ տենում։ Իմ դեմը քո դեմը տենում եմ ես։ Ես իմ դեմը Սա չի երևում։ Ոնց, փչացրի։ բանդը չկա ջատա։ Տորմուզ էր տված է շուտ անես ջոգը։ Հա։ Լավ չի պահում։ Մեջնա ծուխա մեջը։ Օլի դուրը չի բացում։ Յուղա կաթում ընդ կոլեկտորի վրա։ Սա մեջը ծուխա։ Շուշեկտը չի իշտում։ Որ մի քիչ օթափողվենք, էլի։ Հեսա իշտում եմ մենակ գազով։ Սա ոնց որ գազով լավ չի աշխատում, մի հատ բենզին չկա մեջը, մի հատ մտնենք բենզինը լցնենք։ Հետո կակրած գազը կլցենք, հետո մի հատ բենզինով է փորձենք, չենք քշել էլի այս ավտոն բենզինով։ Բայց դե առել ենք արդեն։ Ինչը լինի։ Սա գտամ։
Դու մնացիր ես ավտոյի մեջ նկարելու։ Արդ, զապրավկում ով, հա? Չի աշխատում։ Արցախ ուր տա գնացը։ Խնդրում եմ էլի։ Չոքելով։ Բայց ես պետք է հելեմ։ Օրա ճիշտ է։ Вообще. Բայց հորս արել տակից ընենց Ոչ ձենքա, ոչ ձենքա, ոչ է տորմուզ։ Գլուշից էլի յուղից ուղ չկա, բայց Մեջն է ծուխը։ կոլեկտորի վրա յուղը, ծուխը տակից գալսը կեքտվան։ Էդի մի քիչ մեջն է լցում, հետո հոն է տանում։ Որովհետեւ իզուր շատ լցինք, բա որ բենզինով աշխատի գազը պետք է հանենք։ Այսի պետք է քշենք դատրկենք բալոնը։ Դու կարող ես նստես թե լիստից։ Հա? Փոխել եմ գազը։ Այսինքն կա ստարտել դու մի քիչ դու աշխատի։ Բրատվա на связи։ Չել առաջնամիմը բրթենք։ Չի պահում բայց։ Հիշենք հին ու բարի օրերը, հույս ունեմ չի հանգի։ Տորմուզ չկա, գազը լավ չի վերցնում։ Կիսատ երջորսի կեսն է մնացել, էլի։ 17 է մնացել։ Մի հատ բենզակալոնկա գտնենք, բենզին էլ լցնենք։ Դա ուզում ենք լցնել։ Բենզինով կոդ ընկավ, գիտես, չէ։ Բենզինով կոդ տվի, բարձր ապարոտիվա գազ գցեցի։ Արա, բայց որ վեկալումը լավ էլ էթում է, ասեմ քեզ։ Վերևները լավ աշխատում է այս ավտոյի, պրիտոմ գազով պրիտոմ։ Արա, բայց ես ինչքան փչացած բան կա այս ավտոյի վրա, ոչ մի բան չի աշխատում։ Կարևորը մոտորն է, մոտորը աշխատում է։ Ահա, կալոնք է ներևած։ Սենց գամ կային եմ, ասեմ մի 20,000-ի սուպեր լեցեք։ Բացի մտնեմ։ Բացա կմտնես։ Մենք վերջապես եկանք հասանք մեր գարաժ, այս դեպքում կոնկրետ քարվոշում ենք, հեսա մեքենան պետք է լվացվի, որ կարողանանք իր այդ նորմալ աշխատենք, բայց մինչև այդ մի հատ բան կար, որ դեռ նկարներով տենալուց հետո Աշոտը ասել է առաջին երթին հետա պետք է անել։ Մի անգամից պոկում եմ ընկեր այտենց չի դզում էսի։ Ապա դուք կստացի աքսեսուարներ բաներ ծախում եք, չէ՞, նարս։ Բայց օգտագործած բան չենք վաճառում, չէ։ Ախպեր նվեր կտակ մեկին։ Դերեք կանութը։ Ահա։ Давай ցավատ Նկարվում է։ Այո։ Давайте, կապով։ Մենք արդեն ավտոն բերել ենք ստեղա, մեր մոտա, լվացել ենք։ Լվանալը որն է, փորձել ենք լվանանք նենց անենք, որ գոնե դառնա մի քիչ ավելի հաճելի ու ավելի հարմար իր այդ աշխատելը։ Հեսա մեքենան մտցնում ենք արդեն գարաժ, ու այսօր ծրագրվում է իր վրա մի քանի փոփոխություններ անել, ավելի նենց սարքել, որ ինքը ավելի լավ գնա, որովհետև հավանաբար ինքը ունի խնդիր սվեչեքի հետ, հավանաբար ունի մուշտուկի հետ, կարող է նաև կոճի հետ, ու շատ վստահ եմ, որ ինքը խնդիր է ունենալու ֆարսունկեկի հետ։ Հեսա մեքենան մտցնում ենք ներս ու սկսենք քանդել։ Նենց լուրջ դեմքով եմ ռուշնիկը քաշեմ, ոնց որ պահում է։ Այս սենց բացվել է մենակ ամեն ինչ արժի։ Լրիվ 90-ականներ ենք հետում, էլի։ Ախպերս կակրած մի հատ բան արի հասկանանք, որտեվ դրա մասին էլ չեմ խոսացել։ Այս ավտոն կոմպը Siemens չէ, Bosch էր, չէ, որը շատ լավ է, իր վրա լիքը բան է լինում անել։ Մենք ինչ-որ բան անելու ենք։ Մենք անձամբ չենք անի, որովհետև այս հին ավտոների վրա չենք կարող ինչ-որ մի բան անենք, բայց մեր ընկերը այս մոզգերի վրա շատ ուժեղ տենց հետաքրքիր բաներ է անում, նենց որ պարտադիր մի բան կանենք, որ ավելի ճարպիկ կլինի, էլի։ Խոսացել եմ դաժե իր այդ գիտես, չէ, արդեն ասել եմ ինչա ինչ չի, հա, պրոցեսորը, սրանց արը որ ասեմ նենց կնդալու ձևով են, այդ թազա ավտոները պարաշիվկեն քաշում ես, գրում ես, լցում ես, ձևափոխում ես, ոչմ։ Կարդում գրում ես մեծ հաշվով, ստես ասում են պապուս թվի հին սենց մի հատ չիպ է մոզգի մեջից էլի, մոզգը ընդե է կստացի ստե չի։ Մոզգը քանդում ես, մեջից հանում ես այդ չիպը, պատրաստի ուրիշ չիպ դնում ես մեջը ջոգի։ Հա, ինքը չի էլ գրվում կարծեմ։ Okay, շատ լավ է։ Ոբշեմ պատրաստ կլինի։ Մինչև խոսում ենք Ռաֆոնատն այնտեղ քանդում եմ, ոնց հասկանում երևի թե սվեչեքն ենք ուզում հանենք, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Սվեչեքն ենք հանում։ Որա հələ նայ, բայց ամեն ինչ իդեալական վիճակում է։ Դաժե չինական ապահովիչ մի հատ երկու հատ է ջոգի, սա զավացկոյն է, հա։ Էդ էլ քոդ դրասնա։ Սա BMW-ով է։ Սա օրիգինալ վիճակ է։ Դզեց։ Հա իրականում քանի որ ավտոն հիմա գազով է,
Իսկ մենք չենք ծրագրել իրան գազով քշել, գազը պետք է հանենք բնականաբար։ Այս սերիայի վերջում տենց ասեմ, հեսա տենց, այս ավտոյի գազի բալոն ու սիստեմը կոպեկներով ծախում ենք։ Ում է գազի բալոն սիստեմ պետք։ Այս ինչը փոքեցիր։ Արա չեմ փոքր, դե դրած էր ախպերես։ Պետք է Գի էլի, գի։ Նարքեզ էլ ուժել գործ, տամ մի հատ։ Սպասի ես այս ապրանքը ծախեմ գամ։ Գազի բալոնը վաճառում ենք, սաղ սիստեմն է իր հետ, տենց սաղ իր հետ 40000 դրամ։ Համեցեք, ով ուզում է, ծանգեք այն համարին աշոտը կասի։ Ինչ ասեմ։ Էլի, էսի բեր կդրենք այս բաճոկը հանենք մեզի պեջին, ինչ ծաներ է։ Որ այս ավտոն կարող է սրա պատճառով չի եթում, էլի։ Արա բան, հա? Օրը ինչ ծաներ, արա։ Օրը ռեալ ծանոց դե Ու խոսքի ես էլա եկա, ես ինչա մեջը։ Հələ բերեսի քանդենք սենց։ Լավ դու լես սրանք սա քանի։ Ապա այս սրա քանդելու համար ժեկից թուղթ պետք է բերես, այդքան հինա։ Ախպեր կոճերը կարաս խառնես, վախենալու բան չկա, կոճերը տեղերը։ Շատ հաճելի Լսի բան հանին։ ստացվեց։ Օրը սումա պետք է սի արա։ Էսի մեզի Էսի մտ կալա պես կշերքով չի։ սաղ կշռել, ինչ հանում ենք։ Արա էս ինչա ծերը, աշոտը լստենայի։ Վայ հորես արա, էսի փագել են որ գազով աշխատի ջոգում, ես։ Բա, Արա չայի զավառնիկա։ Չէ, արա գիտես ինչա։ Արա Կալյանա, մի հատ է տարբերակա, ստուր ջուրես լստում, սենց ծաղիկները ջրում ես։ Ծաղիկ ջրելու մոդա։ դույլ է։ Էսի մոյկե։ Արես մարոժը թուղթը հանի էլի։ Ախպերները։ Դուրդաս Ինչքան են սաղ դար այս ռելեի վրա։ Ես չեմ սիրում ապես սենց ռելե մելեներ։ Սենդվիչ Grand Kenzie։ Էսի ռեկլամ չի, բայց կանար հաստատ ռեկլամ Grand լիներ։ Kenzie կարա կապեք մեզ հետ, ձեզի ռեկլամ կլներ։ Թույնը ռեկլամ էր լինելու ջոգում, ես։ Հələ ժամկետը նայ։ Դրեմ վրեմ բոշա դրած ապեր։ Հիմա Հա, հələ սիգրել դու։ Երա լուրջ բոշա։ Հարսնի կեթալու ավտո է լրիվ։ Կստացի, այս ավտոյի վրա ինչ մաս կա, ընթացքում ինչ տեսնեք, ում ինչ հետաքրքրում է, վաճառվում է, բացի նստատեղից, մոտորից, կարոպկից, ռուլն էլ է փոխվում, չէ, ռուլն էլ, կստացի, հետևը դինամիկներ կա, դեռ չենք նայել ինչ դինամիկ է, հիմա լավ կբռնի, հիմա աստված լավ կբռնի, արա, բայց դեմ այդ նյուանս հաշվի չէի առը, Շուշը փալել է։ Շուշեն հեջ, դուրը բացեմ փոքվելու է, Արա նարջան լուրջ տղա են կապը։ Պոկելը չի լում։ Էս հարը նենցա կապտերը չի լում պոկելը։ Ախ, լոմա պետք է տե ապը։ Սաղ նորմալ է, Հենց իչար Արմենիա առաջին են կավարտալ տանողից ռազվարոտարիր, ուղի գալիս ես, որ դեպի էլի պտի հելնես դավթաշենի մոստ, հենց աչ ես անում, մի անգամից ռեստի աչ ես անում, food court-ը Ստացի տակից աշոտը ինչ-որ մեկին բացատրում է մեր բոքսի տեղը, նենց որ եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է մենք որտեղ ենք գտնվում, մենք գտնվում ենք Անաստաս Միքոյան 403-ում, Armenia TV-ի դեմ դիմացնա։ Ջոգի, Այս տաքսոս նա կտնենք արի։ Օհա։ Էսա։ Ախպերն ես դες լուս եմ դնում։ Կարճ ասած տեղ լիքը գործեր կա անելու, հեսա ընթացքում սենց արագ-արագ սաղ կտեսնեք։ Այսօր ծրագրվում է, ոնց որ ասել եմ, սվեչը կփոխենք, ֆարսունկեքը մաքրենք, եթե ինչ-որ ուրիշ խնդիրներ լինի, դրանք հետզենք։ Ու երևի թե այսօրվա համար այսքանը կլինի, բայց դե ոնց որ միշտ ընթացքում ինչ ասած լինում է։ Մենք գնում ենք դեղատուն, ու չէ, նրա համար չէ, որ ինչ-որ մեկը վատացել է, ինչ-որ բան ենք վերցնում, գնում ենք վերցնենք սպրիչ, որովհետև որտեղից որ մուշտուկը որ հանեցինք, տակը սաղ ջուր է, դա կարա պրինցիպի լինի նրանից, որ մատորը լվացել են, կարող հանդեղ ջուր է գնացել, բայց չնայած դրան ավտոն մի հատ կտեսնելով խոդեր են գնում, որը իրականում զարմանալի է։ Այնքան ջուր է, ասած ասեմ, պատկերացրու, այնքան ջուր է, որ մուշտուկը հանել ենք, տակը սվեչեն չի երևում, այդքան մեջը ջուր է լցված։ Այս Արմանն է, միշտ հաց է ուտում։ Երբ գալիս է հաց է ուտում։ Բայց դե պրինցիպի դրանով էլ հարմար է, էլի Արմանը փող չի ուզում, մենակ հաց է ուտում։ Պասպորտս երբեք տալու։ Իմիջայլոց ամանորին ընդառաջ մի հատ շատ լավ բան ենք մտածել, Հայ գարաժ Քարվոշում, սենց gift card-եր ենք ստեղծել, այսինքն սիրուն gift card-ա, կարաք ես gift card-ը նվիրեք ձեր հարազատին, ձեր, չգիտեմ, ինչ-որ մարդուն ուզում եք լավ նվեր անեք, ինչու՞մ է իր լավ նվեր լինելը։ Օրինակ սա մեծ սեդանների համար է, վճարվում է 40000 դրամ, ինքը իր մեջ պարունակում է 10 հատ այծ, այսինքն 10 հատ այցի տեղաստեղ, բայց երբ որ դու գալիս ես վճարում ես 4000 դրամ, խոսքը նորից եմ նշում, մեծ սեդանի մասին է,
վճարում ես 4000 դրամ ու դրա մեջ ներառվում է բարձրակարգ նյութերով լվացում, ինչպես նաև սալոնի այն որ ասում են կաթով մաքրելով բան ամեն ինչը full այդ վարվում է 4000 դրամով, ստեղ դու վճարում ես 40000 դրամ 10 այցի համար ու բոնուս 11-րդ այցը անվճար։ Իմ կարծիքով շատ լավ նվեր է, հենց որ իմացեք, սենց բաներ կա, կարակ գրեք Edge-ին, Հայ գարաժի կամ Հայ գարաժ Քարվոշի, ներքևը նկարագրության բաժնում բոլոր այդ սայթերը տենց կտեսնեք, լինքերը ու այդտենց նվերներ անեք։ Հենց որ համեցեք, մեքենայի խնամքը շատ կարևոր է։ Որը երկրորդ գից կանգնեմ, դե լավ շուտ գնամ գամ էլի։ Չվախենաս գալիս եմ Արման։ Չքշես ու չանես, սիգնալ։ Պիպի չանես։ Հաց կբերես։ Հապուտ։ Ասի չի բարար։ Արա նույնիսկ մեր բոքսը այսքան շուտ չի փակվում։ Կստացի մեր բոքսը փակվում է 10:30 մոտարապես, նույն ինքը 22:30, փաստորեն ապտեկայից երկար ենք աշխատում։ Տեղատուն։ 24:7։ Չէ, մարդ կա մեջը։ Արա явնի բաց է։ Մեծ սպրիչ ունեք։ Այն հաստ որ լինում։ Հաճան։ Հա։ Տենց կա, հա։ Արա շատ անսպասելի է, երբ որ ասում եմ մեծ սպրիչ ունեք, ասում եմ ավտոյի համար։ Իրականում այս էր կորը, որ վատ անձրև էր, այսօր սահորը սպասում եմ, որ մոյկեն ազատվի, իմ ավտոն մտցնեմ լվանանք, նենց հույս ունեմ, որ հիմա ազատ ալնելու ավտոս մտցնեմ ներս, որովհետև ոնց որ ասում են կոշկակարը միշտ առանց կոշի կա, չէ։ Մի ամիս մի ֆարով մնացի, որովհետև ժամանակ չունեինք, հիմա էլ, քանի ավտո չկա, մտանք։ Եկանք հասանք Աշոտի մոտ, այս չի թորիկեն շատերը հաստատ հիշում եք, նախորդ սերիայից սրանով էինք Վրաստան գնաց, Հայիկ Մուրադյան 13։ Եկեք։ Աշ ինչ կասես, ինչ վիճակում էր։ Այդքան է լավ չէ, բայց հիմա իդելը կնա։ Ֆիլտրները փոխենք։ Դե ոնց հասկացաք այս խնդիրները լուծվեց, հեսա ոնց որ Աշոտ ասած ֆիլտրները փոխում ենք, տանենք տեղադրենք ավտոյի վրա, հիմա արդեն ժամը ուշ է, ինձ թվում է վաղն ենք տեղադրելու։ Ձեր համար ասած մի վայրկյան կանցնի, մեր համար մի օր չէ, մի գիշեր։ Այս մեքենայի վրից գրեթե ամեն ինչ անելու ենք, որին իա քաշը ավելի թեթևանա, դե սկսել ենք ամենահեշտ բաներից, այս դինամիկ ու սիլիզել sense բաներն է, բնականաբար հետո հանելու ենք նաև նստատեղերը, արդեն դրան չխոլներն էլ ենք հանել, տենց հեշտ էր դա շատ իրականում էլի։ Նստատեղերից երևի թե որ կհանենք մենակ հետևինը, որովհետև վաղը գնալու ենք անվանափոխության, գնալու ենք մռու, որ գոնե հարմար լինի կարողանանք գնանք հասնենք, դիմացի երկուսը հələ որ կթողենք։ Ամենակարևորը իր մեջից հանելու ենք գազի բալոնը, որովհետև բացի նրանից, որ ինքը ծանր է, այս ավտոյի հետ վաբշե ինքը կապ չունի, էլի իրականում, հենց որ էտել ենք հանում ու հեսա տենց հերթով տենց որը կկարողանանք հանգիստ կքանդենք, որը կկարողանանք տենց ջարդելով պոկելու ենք հանենք։ Համ գեշ է, համ տեղած զբաղացնում, համ էլ ծանր է։ Մեջը գազ կար, չէ, հանել եք, թողել եք։ Հա, մեջն ենք թողել։ Չէ։ Որը դել ես կդրում։ Ուրիշի բռնել չի լինի։ Ահա, նարը զիբիլի ամանը գլորից է։ Էս ինչ վիճակ արա։ Իմիջայլոց ասեմ, այս նոր օրենքի հետ կապված մեր բոլոր գովազդները դուրս է եկել։ Ընդհանրապես ոչ մի գովազդ չկա այս մեր բոքսերի վրա, բայց դե մեր տեղով գիտի, իսկ ով էլ չգիտի, ասեմ Armenia TV դեմ դիմացնա։ Որը էս ինչ զիբիլյանոց է։ Իսկ պետք է ապտոն հակառակ շորտանք որ կապի։ Կայնի։ Արես ձգել են տակից չեմ ժողում։ Տակինն էլ։ Դու կողմից հանեմ, մի րոպե։ Էս իստից պետք է քանդենք։ Հեսա։ Սպասի։ Հələ դու քաշի։ Հապը չի կդրվում էլ։ Այս ռեմենները կարանք հանենք։ Պետք չի մեզի։ Այս պոլկեն կարանք հանենք։ Այս ինչ պալատ է յարա։ Նախնադարյան կեղտ է էլի։ Բայց նայ առանց դրանից սիրուն է բագաժնիկը։ Համարները հանենք, որ վաղը եթենք պերեուչոտ անենք, մեր համարները դնենք պրեն։ Դի ավտով գնայինք, բայց քանի որ
ավտոն հələ լիքը բան կա վրան անելու։ Պրոստը համարները կվեկալենք, համարներով կետենք մռու, վերևուչոտ կանենք, հետ կգանք, նոր արդեն կզբաղվենք նենց գործերով, որ քշել լինի։ Նախ տորմուզ չկա, հետո յուղա թողում կռիշկի պրակլատկից, կոլեկտորի վրա ահա որ տհաճա։ Հետո մեկ էլ որ տորմուզ է ստալի, այն աջ կողմից մի հատ նենց է դխում, քեզ թվում է ասեն սաղ ինչ կա, կպոկվի կեթան, հենց որ լուչը դրանք սաղ նայենք, նոր քշենք այս ավտոն։ Գազի ռեդուկտորը հանենք, կապոտի տակ ավել բան էտա մնացե։ Ու պրինցիպել ավել բան չկա, գազի հետ կապված համարի ամեն ինչ անել ենք։ Չէ՞ Ռաֆ։ Հա։ Դու գազից լավ ես էլի հասկանում ախպեր։ Մենք հոմիշտ էս գործենք չենք եղել։ Նարո հետ արժի խոսել մտ հայ գազ բացի։ Լավ է։ Աշխատող թեմա է, չէ՞։ Էլ պազիկ չկա BMW, ես Ժիգուլու պազիկ են դրել, ինչ են դրել։ Դե ինչ եկել ենք համարները վեկալենք, գնանք վերևուչոտ անենք ավտոն, քանի որ նու սենց ավելի հարմար է, էլի համարները կվեկալենք կգնանք, էլ այդ ավտով այդքան ճանապարհ չենք անցնի, որտեղ այդ մենք հոկտեմբերյան, մեր ավտով ավելի հարմար է։ Էթանք մեր համարները վեկալենք ու գանք դնենք ավտոյի վրա։ Ռաֆ մնում է բան չլինի։ Էթանք ընդ հերթ դժվար է լինի, բայց մի բան նիտոյ ալնելու ու չստացվի, 99% տես կփիլի։ Ոնց տենում եք Նարեկը մեր չի, այսօր ես ու Ռաֆն ենք, Նարոն մի քիչ կարներ այսօր չկարեցավ գա։ Ռաֆ ինչ է իրացնում ախպերս։ Նարոն կրճատումների տակ է ընկերն։ Հա դրան շուտվանից է պետք է հանեինք գործից, այ ախպեր։ Այնքան է խոսում համարները հանում ենք, որ արդեն մերին լինի, ուր ուզենք քշենք, գնանք, ինչ ուզենք անենք ավտոյի տարքային, որտեղ որ մերը չէր, մի քիչ այն չի էլի ուրիշ մարդու համարներով քշել է, դե գալա, չգիտեմ ինչ որ աստվածաշնչի դեպք կլինի, ավելավա մեր անունով լինի ավտոն։ Մյուս սերիայում արդեն անպայման այդ ավտով գոնե տենց մի հատ թեթև դրիֆտ պետք է լինի, որտեղ ավտոն արդեն մեր անունով է, տենց խնդիրներ չունենք, մնացել է մենակ տակի գործերը ասատկեն իջեցնենք, մոստը սվար կանենք, կադավոն նայենք ինչ կա, տենց կրիտիկական դզենք, ու ինձ թվում է լավ կլինի, հենց որ հետևեք, բաժանորդագրվեք, իզուր չենք այսքան տանջվում, չարչարվում մեր գործերից կդրվում, թե ես թե Նարոն, թե Ռաֆը սաղս ես զբաղված ենք, լիքը գործ ունենք, բայց վիզ ենք դնում, որ մի հատ կայֆոտ պրոյեկտ ստանանք, հենց որ պատվիսկա երեք։ Նայ, հավասար գալիս է հետներս, նայ։ Ոսանքա է։ Կարակ ձերի հետ մեր ինստագրամներին է պատվիսկ ալնեք, դիագնոստիկայի եմ, հայ գարաժ, որտև մեկ-մեկ է տեղով ենք ստորիներ գցում ու ոնց որ ավելի շուտ կտենակ ինչա կատարվում էլի։ Ալո, հենց հիմա հոկտեմբերյանի մռում ենք, եկել ենք վերևուչոտ անենք, այսա մտնենք ներս հələ տենանք հերթ կա, չկա, չենք էլ իմանում ստե ինչ վիճակ է ու փորձենք անվանափոխությունը անենք։ Լավ է։ Բայ լույս ախպեր ջան։ Լավ, դուք ոնց եք։ Օրեսօր ստեինք իսկականից sense որ նայեմ եմ։ Այսա վերջում էլ հասնում եմ հերթը, մի բան նիտո ալնում ու մնում ենք իսատ։ Օրեսօր էլ չէի ասում։ Ասմանդիրը փոխեք եկեք։ Ավելի լավ է մտա ID card հանեք, after ավելի հետ կլինի։ Ոնց որ գալուց ասում էի, մի բան պետք է պարտադիր այն չլներ, էլի նույն համարներով ենք ստեյս դուրս գալի, որտեվ ումից որ արել էինք, այնտեղ պասպորտի հարցեր կար ու չեղավ վերևուչոտ անել։ Հենց որ սպասենք մինչև պասպորտի հարցերը լուծեն, նոր արդեն նորից կգրանցվենք ու այդ ժամանակ նոր վերևուչոտ կանենք։ Իսկ հիմա գնացինք գարաժ։ Դե քանի որ վերևուչոտ չկարացանք անենք, տրամներս ընկավ, վիդեոն էլ դրիֆտի մասին է, բայց հələ ավտոն պատրաստ չի ու ընթացքում է, որոշեցինք մի երկու կռուկ ազատ տարածքում ֆրցնենք, գոնե հետաքրքրություն մտցնենք վիդեոյի մեջ, հենց որ վայելեք։ Հեսա
Ավտոդպրոց եմ բացում ու ավտոքշել սկսեմ սովորացնել, նեսքոր։ Ապա կարամ 2-3 հատ էլ կոն դնեմ։ Նեսքոր կարակ։ Եթե կոն կա դի, մեծ սիրով։ Եթե ուզում եք սենց հետաքրքիր կոնտենտ տենակ, հետևեք մեզ, Instagram-ներին պատվիսկա եղեք YouTube-ի ալիքին, մենք էլ սենց մի քիչ ուրախ կադրներ հավաքենք ու անցնենք առաջ։ Ուզում այս թուփը։ Տենանք вообще կլինի 4 քաշողով դրիֆտ անել այս ավտոյով։ Հիմա տենց հեռախոսով 4 քաշողը միացնենք ու տենանք կարում ենք 4 քաշողով ֆրցնենք մի քիչ էլ։ Բայց 4 քաշողով չեմ էլ փորձ է սրանով դրիֆտ անեմ, բայց նա հեսա ոնց է ալնում։ Հաստատ այն վախտա նման չի, էլի։ Չորս քաշողը միացած ավելի հետաքրքիր է ֆրցնելը։ YouTube, your YouTube։ Yeah, my YouTube. Դու անգերես, հեսա։ Այ գարաժ, ախպեր ջան։ Այս սենց էլ պատպիշիկներ ենք հավաքում։ Կային ես, ինտերնետ չունի ես մեր ախպերը։ Subscribe եղեք, զանգը կդրեք, պարտադիր։ Կտենաս քեզ ինդ է։ Not բարևի ձերոնց։ Say hello. Hello. Bye. Բարև։ Սո ախպերս, դե գնացինք ընկերս։ Հասնենք գարաժ, Նարոյին տենանք։ Ու տենանք ինչ ենք անում։ Ու պատմենք ոնց էինք մտե ավտոդպրոց տեղավորվել գործի։ Կյանքս, արա առանց քեզ էս ինչ դժվար է, նարես արա։ Արա խիա դժվար։ Արա խոսացող չկա, բան չկա, արա ցնդվանք արա մենակ։ Անդա աշխատողներից մարդ չկար խոսար։ Որ աշխատող։ Մռոյի։ Չէ, արա, ոչ մեկ չեք խոսում։ Կարոտել էինք քեզ արա։ Կանգնեք, համեցեք հայ գարաժ։ Դե ոնց հասկացաք տղեկը գնացին փորձեցին գրանցում անել, բայց ոնց ի սկզբանե մտաբախություն կար, որ ավտոն կարող է չգրանցվի ու ինչ-որ բան նիտո գնա, այնտեղ էլ եղավ։ Ջղայնացի արի էլի մի հատ ապե դու։ Ոնց ի սկզբանե մտաբախությունը կար, որ կարող է ինչ-որ բան նենց չգնա ու ինչ-որ բան լավ չստացվի, այնտեղ էլ եղել է, չենք կարողացել գրանցենք, բայց դա խնդիր չի, որովհետև ընթացքում է սա էլի սա հարցերը կլուծվի ու կգնանք կգրանցենք։ Իսկ ես հիշեցնեմ, որ ինչ-որ մեկը եթե ուզում է support լինի մեր պրոյեկտին, որ անընդհատ իրենից ծախս են ենթադրում, կարաք զանգահարեք նշված հեռախոսամարը, որը ներքևը կտնեք ապիսանիայում կամ գրեք մեր անձնական էջերին։ Ճանապարհին եկանք մի հատ ղեկ վերցնենք 34-ի համար ղեկը աշոտը ճարը։ Պրիվետ, ախպերես, պրիվետ, հավատանամ։ Արամին մերսի, մեզի նայեք ինչ ռուլ են վեր տվել։ Այո։ Սա եկել ենք էսի վեգել ենք, հենց էսը կդնենք։ Երկու տարբերակ ունենք իրականում։ Որը դնենք նար։ Աչը։ Ծախը явնի լադա է։ Ծախը явնի լադա է։ Այս ախսայից ղեկն տանենք տեղադրենք, շնաց կոնց հեշ չի լինելու, պետք է տոկերով տանք, վերեխատնիկով տանով, չէ՞։ Վերեխատնիկից տոմը պետք է առնենք, սենց։ Կամ էլ կառնենք։ Էլի ոչ է սարքել կլինի։ Всё, գնացինք, մերսի ընկերս։ Նարոյին ավտոքշել եմ սովորել։ Քիչ աճվա, յա։ Պետալներն էլ իմ մոտ է։ Շատ է սկողում տակը։ Որտեղ էլ է գժվե պրոցես կմտնեի աշոտ։ Մտավ, երբ որ դեմի պատյոմնիկը դնես հետևինը դեմի վրա, հետև դեմ բան, ասում դե ապեսանա ռուլը հետևից դեմա բերած ասում։ Իմ մասին խոսած։ Բայց հետաքրքիր։ Կարող եմ այս ֆոկուս անել sense ռուլը խփեմ հայտնվի տեղը։ Դավայ։ Գնաց 1 2 3 մի քիչ վատ ֆոկուս եղավ, որտեղ պերեխատնիկ չունենք։ Սիգնալը չի աշխատում։ Ստացի հոտ պերեխատնիկ ունի, թո գրի մեզի կառնենք, կա պրինցիպի նվերը տա, տենչենք։ Դա չէ սենց անհարմար ալնելու էլի։
Դե եկանք հասանք արդեն մեր մոտ գարաժ, ոնց այսօր ասել էի պետք է այս ավտոյի վրա չիպ անենք կոպիտ ասած, չի անելու Աշոտը, որովհետև հեսա կբացատրի թե չի անում Աշոտը։ Մենք մենակ F ու G սերիաների վրա ենք չիպ անում, բայց իրականում G-ի վրա էլ անում, պրոստը չի անում, էլ չի մի քիչ գոնե 60-90 լինի, էլի ոչինչ, բայց սենց հին ավտոների վրա չենք էլ կարում անենք, նենց որ դրա համար ունենք շատ լավ ընկերներ, որ մեզ միշտ օգնում են, Արենը, այսօր Արենը կկախարդի։ Հիմա Արենի վրա միկրոֆոն չկար դրած, հա, բայց ինքը ոնց է ես ասում եմ, Աշոտը էսա իր կախարդակները չկանում է, այդ նույնիսկ հիմա այս մեքենայի վրա մեր ընկեր Արենն անելու, Արջան շատ մերսի։ Դե գնանք կոմպը քանդենք ու անցնենք ընթացքին։ Այս իր զավացկոյի չիպն է, ասենց ասած։ Հենց իր ավտոյի վրայինն է։ Այս արդեն Արենը հանել է, լինում է իր վրա էլ մի անգամ զալիվ անել, ասենց ասած իր վրա գրել։ Բայց ոնց որ ասած անիմաց գործընթաց է, քանի որ մենք արդեն հենց այս դետալից առանձին նորը ունենք, իր վրա նոր ծրագիր է գրվում ու տեղադրվում է ավտոյի վրա։ Այս մեզ էլ պետք չի։ Ես իզա բանն է, փոքրն է։ Ապա պետք չէ, չէ։ Աղամ մի քիչ էլ շատեսնենք աբերոտը։ Չէ։ Դե всё, դες կողմ։ Էսի օկտանը լավ բարձրացած, պետք է մի քիչ լավ բենզինով էլ էլի։ Հա, սուպեր կլեցենք ասես։ Մարտադի սուպեր։ Նախի դուք ռեգուլյար եք լեցես սրա մեջ։ Ախպես չէ, այրո բենզին։ Հա։ Կարան կաց հետո նխառնենք հետո մենք։ Ամենձին կարևոր է, նենց որ ոնց կարում տենց ձիերը ավելցնում ենք։ Արա էսի եկա դիավ ավելացնելու է։ Էսի մինիմում մի 10 ձի սենց օթից ընկնում է։ Եվ Ջոգիր, չէ։ եթե ինչ այս լոգոն Աշոտի դիագնոստիկայի նույն ինքը Բրադրուտ գարաժի լոգոն է, որը գտնվում է Հայրիկ Մուրադյան 13 հասցեում, որտեղ անում են մեքենաների հետ կապված մասնավորապես BMW G-class, F-class ու ոնց որ Աշոտը ասաց E-class-ի, բայց այն 90-60 տենց մոդելների chip tuning, Euro stage, popcorn, ռուսաֆիկացում, ծրագրերի թարմացում, ինչ ասես անում են հենց որ համեցեք Հայրիկ Մուրադյան 13 ու ձեր մեքենան սարքեք ավելի ձեր համար հետաքրքիր։ Ներեմ ջանի տա։ Դե ինչ արդեն ավտոյի վրա չի պասված, ասենց ասած, արդեն արեցինք, վերջացրեցինք։ Հիմա ասենց որ ռեալ նայում ենք գազ տալուց թեկուզ զգացնա որ ավտոն բավականին ուրիշ ձև է աշխատում, մի րոպե պրոբկի մեջ չգնանք։ Դե ոնց ասացի արդեն այս մեքենայի վրա չի պասված արեցինք, վերջացրեցինք, ավտոն բավականին ուրիշ ձև է աշխատում։ Հիմա պետք է արդեն գնանք իր տեխնիկական փոփոխությունները անենք, գնում ենք Գեղանից մեր ընկեր Ռոբի մոտ։ Ծրագրվում է ավտոյի մոստը սվարկա առնել, պրոժինները կտրել։ Ծրագրուշիցերը սվարտան։ Կարճ ասած, ավտոյի վրա լիքը տեխնիկական խնդիրներ կա, որ պետք է լուծվի, որ ինքը դառնա ավելի հարմար, ավելի հետաքրքիր ու ավելի ագրեսիվ։ Գնանք Գեղանից ընդեղից կմիանանք։ Էլանք։ Վերջ շարժվում ենք դեպի արդեն Մասիս, ավտոն պատրաստ է, բենզին լցրած է, սա նորմալ է, չիպան արած է, դե գնանք արդեն Մասիս մնացած գործերով։ Գազավատ չանես BMW գլխակեր ավտո է։ Ի կոչեր են գնում ախպերս։ Քաշը փոխվել է, հա։ Աբրի արեն ախպերը, լավ չի բարե։ Քաշը իրոք լավ փոխվել է, ես էլ գազրով տալիս էի զգում եմ լավ ռեզվի է վեկալում արդեն։ Հիմա Ռոբի հետևից գնում ենք Մասիս, գնանք տենանք, մի հատ էլ մեր ավտոն չի էլ տեսե դաժե պապուծի ենք հանդիպե, այդանք տենանք ինչ կարծիք ունենա մեր ավտոյի մասին, շատ վատ վիճակում է, թե բայց ոնց է լավ է, լավ շատ ռեզվի է դառը սենց ասեմ, իրոք։ Էլեց խալեձ էլ նիկնել են իրա հին, ոնց առել ենք տենց մնացել է վրեն, ձերով չիլում պատատել է, այ տենց մի օրվի սվարկել են էլի, պրյամո են տվել, որ չտականա։ Ամե կամաց, ակերը շատ նեղ է գցած, են որ ճոճվում է ահավոր, ու տորմուզ էլ չկա տակը։ Նարոն ստե։ Ա չէ գալիս է, չէ գալիս։ Ես էսի կարող է հետ ընկավ էլի։ Կարող էլի ուշացել է։ Կարող էլի ուշանում է ախպեր, չի հասցնում երջորսի հետևից։ Բայց ಅದೆಷ್ಟು շփոթել արա։ Всё, լարի հարցը լուծինք։ Ապե օրինակ
Ինչի ես ծխում ընկեր օրինակ։ Ով ծխողա թարգեք միանշանակ։ Այս զիբիլի մոտ կայնի է, կայնի։ Այս զիբիլ մոխրամանը հանում ենք։ Գցում ենք զիբիլը։ Всё, քշի։ Արա այս լարը ինչքան պոկում ես, այդքան աճում է այ ախպեր։ Դա գցի, всё, մեզի պետք չի։ Ավելի շատ հին Year 6, Hooligan կա, Year 4 ու 60-90 ինչ-որ չափով սենց համ սպասարկում է, համ սարքում է ինչքանով որ ես գիտեմ 1000 տարի ճանաչում եմ որ ձեռից ամեն ինչ գալիս է մատորել է սպասարկում, մատորել է քանդում, հավաքում, ձևափոխում, չգիտեմ ընդհանուր ժեշտի հետ կապված գործերել են անում ինչը որ շատ լավ է տպավորված Year 4-ի հետ կապված Պարերը, հելայի պարերը կարում հավաքի, զերոյից ստոկ պարերից, կարում էմի շթել հավաքի երջորցների վրա մի խոսքով լիքը հետաքրքիր բաներ է անում մենակ ակրաս հասել է խանութ իշն ենք հլտրանք ինչ արդև մեր համար ուր մտավ այդ գազանը բրնված հələ ես գիտեի արի պաչեմ այսօր իրար չենք է բարև է ախպերն ենցա Արա այս էլ ռեկլամ չի է, բայց ախր ընենց կարար ռեկլամ ըլներ Ասի չէ, իշնելու եմ կռիվան ենք ապը, իզուր մի կայնի խանութ Ահան Ռոբ լարիստ է Բենզինա չէ? Սիրում կադրներ եմ է կեզի նեկարը Մորացել է որ ակումլյատորը ստե է Գասպայ Չէ հանդի Հրաշք մեքենա է Քիչ են առնում ախպեր չեմ հասկանում նարոյի ավտոն Հələ նա ինչ լավն է Հրաշք Всё գնանք Գարաժից կմիանանք Ահան հես աստե սկսվավ երջորցները Նա ինչքան երջորց ունի ռոբը Ոչ միայն էլի Year 6, Year 4 Են ինչ է ջիպ էլ է քանդում արդեն չեմ ջոգում Ինչ ասես ունի ռոբը Տենում ես ուր ենք եկե ախպերես Ոնց տեսնում եք 34 կուզովի հետ կապված եւ ոչ միայն 36 էլ կա Ինչ ուզեք ստեղ կա Մի հատ ավտո եմ տեսել որ ուզում եմ հասնում եմ իրանց Արև ապեր Արև Այ այս էներ ինչ որ պետք էր ի սկզբանե Պրոստը Սա ոնց հասկանում եմ խոդի չի Երևի մատոր չկա վրան Բայց էլ ինչքան լավն է Հələ ոնց է տարբերվում ավտոսես բոլոր մեքենաների մեջ Ну գույնով լավ Как минимум գույնով Այս Տերզաձեի երջորցն է Եկա Նեկարի տես ինչ է մեջը R21 Alpina Դե Հայաստանում լիքը բան կա որ մի հատ է ու կոմոդ է ախպերես Ես ավտոն է ապե իրականում Legend ավտո է, սա օրիգինալ է, հելա, ֆարերն էլ է հելա, բայց ասեմ ռոբը սարքում էլ է ապը, հետևի ֆարերն է, դեմի ֆարերն է, այսպես էմի շթերել, սա սարքում է, այսպես ֆարերել է սարքում, բայց իր ավտոյի վրա հենց օրիգինալն է, շատ դժվար է ճարել ասենց բաներ հիմա էլի, այս ավտոն կարող է դաժե շատերը գոնկեքի ժամանակ տեսած ըլնեք, որտեղ սրանով տրեգին մասնակցում է, քշում է, այս պահին մատորը զբորտի մեջ է, ավտոն տենց լավ վիճակում չի հավաքում են, հիմա այսի սենց ոնց կա տենց հիշում ենք ու ահագին փոխվելու է, հա ոչմ Մորանում ես, հա? ու մորանում ես Ու մորանում ես ինչքան ես Ոչմ շատ ավելի լավ արնելու Ինչ գիտես որ պետք է տենց կարաս անես, մեզ հաշվի քո ավտոնա, պալիբոմու Հան նարս Естественно Թողում ենք ռոբի ձերքերում էլի, անցնենք արև
Լավ ասի։ Արա դու ես էլ չեմ խոսում, թողամ դու խոսաս։ Սա ուչեցել ես, գիտի։ Տունը ոնց պարապել ես, տենց ասա։ Վերջը ոնց հասկացանք ավտոն թողում ենք ստեղ, որն լիքը գործեր արվելու, ավտոն թե ընթացքային իր բանով, տենց արագությունով բանով, թե իր կոմֆորտով ամեն ինչ փոխվելու է, տենց ոչ իվան չենք ճանաչելու, այդ ամեն ինչը շատ հավես է։ Դե թողենք ստեղ ու գնանք։ Դե քանի որ հաղորդումը դրիֆտի մասին է, մինչև մեր 34-ը սարքում են դրիֆտին համապատասխան ինչ-որ մեքենա, մենք էլ ազատ ժամանակ ունենք, եկել ենք ստեղ, մի քիչ ավտոն հայաբարյասած ճռռացնենք, մռռացնենք, էլի։ Կպանք։ Միանշանակ։ Բայց ես լիշտո ստեղ չի կարելի ճռռացնել, էլի չգաք ճռռացնեք, մեր նկարահանումները պայմանավորված է, դրա համար էլ հիմա ճռռացնում ենք։ Բայց դա չի կարելի, չգաք չանեք տենց բաներ։ Համեղ վտանգավոր է։ Ցանկացած ընթացող բան փոխադրամիջոցը։ Նայ ոնց եմ ճռռստում սամակատով։ Ջոգի։ Նորվա մեքենան G30 540i, հեսա նայենք Աշոտը ինչ անում իր չետվյորկով, որը 4 քաշակ է։ Հիմա 4 քաշակով են քշում։ Դիմացը անջատածա հետևի քաշող իր չետվյորկով է։ Այս ավտոն էլի եք տեսել, բայց դե հայել ուզում ես նայես ճռռցնելուն։ Գնա։ Աչքս թռավ։ Դե այն մեքենաները, որոնք որ թույլ են տալիս sense բաներ անել, բեսամ հավես է իրանցով sense քշել։ Օրինակ իմ մեքենան այդքան էլ S-տիպի չի անի բնականաբար, դրա համար հիմա շատ չեմ ուզում տանջեմ։ Կարողա փորձեմ, կարողա չփորձեմ, բայց կորչը իմ կարծիքով իր հին լինելով, իր ավելի թույլ մոտոր լինելով, S-տիպի բաներ պետք է ինքը անի, որովհետև մենք հենց այդ ենք ուզում ստանանք, որ ինքը իր ոչ S տեսքով, այն մյուս տեսքով, այնց հին Starlink-ի վիճակով, այս նույն կայֆերը կարողանա մեզ տա։ Արի ես մեջտեղը կայնի։ Yes? Ով ասում որ վախենալու էր իմ համար, вообще վախենալու չէր։ Էլի եմ ասում, Rio Mall-ի պարկինգում չգաք դրիֆտ չանեք, սենց բաներ չանեք, մերը սաղ համաձայնեցված էր ու գնանք կպնենք մեր գործերին էլի։ Այսօր եկել ենք ստեղ, որովհետև այսօր ստեղ մրցանակը բաշխությունն է կազմակերպված, մեր Աշոտը պետք է գավաթ ստանա, մի քիչ մենք ուշացել ենք, որտեղ սաղ քաղաք պրոբկա, բայց Աշոտը արդեն ներսն է, հենց որ գնանք իր մոտ, տեսնենք որ դասով ու ինչ գավաթ է ստանում։ Անհանգիստ տնողի պես սպասում եմ երբեն Աշոտի անունը կանչելու գնա բենց։
Լայքի համար շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին ծնող։ Ոնց տեսակ մեր Աշոտը նվաճելա D կլասի երկրորդ տեղը, դրագի մասին է խոսքը, բայց Աշոտը միշտապես առաջի տեղել էր գրավել, ուղղակի Աշոտը շատ քիչ է մասնակցում։ Ինչ-ինչ պատճառներով, հա, բայց Ռենստը պետք է շատ մասնակցի, չէ։ Հա, ոնց այս տարի չստացվեց մասնակցեմ, խառը դասերում եմ քշեմ, մի հատ առաջի տեղ, մի հատ երրորդ տեղ, ու տենց այս դասում երկրորդ տեղ եմ առաջնության ընկել։ Իմ կարծիքով էլի թույն է։ Եկող տարի հաստատ էլի ենք մասնակցելու։ Մարդ ես, կարող է ես եմ մասնակցեմ, կարող է Ռաֆոն է մասնակցի։ Հենց որ շատ մերսի կազմակերպիչների, շատ հավես էր, շատ համով էր ամեն ինչ։ Մենք գնանք կպնենք մեր 34-ին։ Արդեն անցել է մի քանի օր, գնում ենք ավտոյի մոտ, որտեղ ռոբո վրան ոնց որ թե լիքը բան արդեն արե։ Հեսա գնանք հասկանանք, չգիտեմ հիմա կքշենք թե չէ մեքենան, բայց այն որ ինչ որ մեծ բաներ վրան փոփոխված է լինելու, այդ արդեն հաստատ է, ու այդ արդեն ուրախացնում է։ Ախպեր, բալգարկա ունես։ Կարճ ասած պետք է որոշենք ամորտիզատորները սարքում ենք թե չէ, բայց պրինցիպի նորմալ վիճակում է չենք սարքի, բայց բաճոկը կգտնենք պրիմատով կսարքենք, չաշկեքի դաբավկեքն ենք կտրեհանե։ Կարճ ասած այնց ենք անում ավտոն սենց լրիվ գետնին նստի։ Սենց բաներ էր տակը դրած, որ բարձր ելներ, вообще թեմայի մեջ չի էլի մեր մոտ։ Կարճ ասած ինչ կա, ինչքան հնարավոր է թեթևացնում ենք, ինչքան չպետքական բան կա հանում ենք։ Տեսեք գիտես որ ամորտիզատորն արա Լավ է, քաշում գնու գալիս, հա։ չես կարես այտենց հեշտ քաշես, ասի դի կապես պատին ապե։ Սենց օպշի հետ է մտնում, բայց դե հիշում եմ մի հատ բոլտ կար, ճիշտ եմ հիշում, քանդում ես հետ է գալի վրաս։ Տես մի բան կա, չէ։ Դնում ես հիշում եմ։ Հաստատ կա տես մի բան։ Գիտի է, սաղ գիտի։ Լավ էլ տարել կա այ ախպեր դե նորմալ ալիքավոր տարել կա, այս թազը սիստեմա օպար։ Աղասը մեր ռոբի ինգերն է էլի, ոնց որ իր այդ աղասի սերվիզում ենք կամին։ Չէ, ճիշտ եմ ասում ախպեր։ Գյուղ Հայանից Տեշմինասնի փողոց որ գաք, ստեղով անցնելու եք մեքենայի ինչ որ բան ուզում եք դզեք, անպայման մտնում եք աղասենց մոտ, որովհետև այստեղ ամեն ինչ անում են։ Լավ ասի։ Իգզելական արա։ Արա, դեմոնս տեսակ արդեն լիքը բան սենց կտրտած հանած է, լիքը բան արած է, բայց մենք մի հատ հաց ուտենք, ուժերը հետ բերենք ու էլի կպնենք ավտոյին։ Մի հարց եմ տալի ապե, որ մեկը ճիշտ պատասխանեց, պրեմիում։ Դավայ։ Կիա կոչվում խալաձելնիկ։ Ասեմ, ոնց է աշխատում, պիտի ասեք։ Իմ կարծիքով, էսի որ ֆռում է, սառացնում է իրան, այսի, էս ինչ որ է, ու ինք, չէ։ Արդեն սկալա չէ։ Անունն է զուտ խալաձելնիկ։ Արա դեդի տնավարի ասում են իրականում, բայց ինքը ապե вообще իր մեջ հատուկ նյութ է լցրած, որ ինքը տաքանալուց ավելի ձգվում է, ու սկսում է այս վենտիլյատորը արդեն ձիգ ֆռալ ու աշխատացնում ու հովացնում է ջոգի, բայց երբ որ սառն ալնում, թույլ ալնում, խալաստո է ֆռում։ Հենց կոդ ենք տալի, ինքը միանգամից սկսում է ֆռալ։ Դրա համար տենց հիմար ձեն էր գալիս ու ընդհանրապես չէր թողում, որ ավտոն նորմալ շնչի։ Իսկ հիմա այս սրատեղը վերտալյոտ էր էլի։ հա, իսկ հիմա սրատեղը ինչ է, թե չի լինելու։ Հիմա դառնում է Boeing։ Այսի հանում ենք։ Դառնում է BMW։ Դու էլեկտրական կարանք դնենք, բայց երևի մի հատ Բայց հələ որ քանի որ տենց շատ տակ չի, ցուրտ է դուրս է, երևի թե պետք չի։ Թողենք սենց սովորական խալաձելնիկ, չէ, այսի չենք թողի։ Չէ, այսի միանշանակ չէ։ Կհանենք, մի հատ նորմալ խալաձելնիկ կդնենք, Որ սմետանը չփչանա խալաձելնիկում։ Հաստատ։ Ես նոր իմացա, պարզվում է հիդրոուզիլից էլի ինչ-որ մի հատվածից յուղ է դուրս տալիս, դրա համար կապիտա կընթանու յուղ է։ Կփորձենք դա լուծենք, եթե չլուծես, պետք է փոխենք։ Կա երկու վատ նորություն։ Մեկը այն է, որ ոնց որ հիվանդանում եմ, իսկ մյուս վատ նորությունն է, որ եկել ենք 34-ի հետևից, բայց ավտոն խոտ չի գնում։ Բայց միջև մեր գալը խոտ ընկած է, հա։ Հասանք ուզում ենք խոտտային գնանք, որ ամեն ինչ օքեյ է, պետք է հեսա գնանք ու ֆտրուկ ավտոն խոտ չի գնում։ Հա, աշջան, ինչ այլ է։ Ապա BMW-ա, էդ է եղե։ Հասկացա։ Բասատկեն այսենց ինչ էլ է, այսենց ցածր է ավտոն արդեն, ստեղ էլ այսենց ցածր բասատկեն, այսենց վայրենի էմի շթով։ Ճիշտ է, այս շիթը տենց կոպիտ ասած ռոբի բրակ շթերից էր, այնքան որ դրել ենք տեսքի համար, բայց լրիվ հերիք է։ հաստատ մեր եղած զավացկոից շատ սիրուն է ու ագրեսիվ։ Աստե դատակվել է։
Կոնդիցիոների կոմպրեսորն ենք անը, ստե լիքը ավել բաներ ենք անը։ Ու այսքան ես չէ, էլի ռոբն է անը։ Կայծը կա, բենզինը կա, բախտը չկա, ապե ոնց որ ասում են, նենց որ ռոբը արդեն լցրել էր ճիշտ է բենզին, բայց կանիստերը տենց մեծ չէր, նենց որ նավսյակի մի հատ էլ բերենք լցենք, հույս ունեմ բենզինից կլինի, արդեն ուշ է էլի ապե, մինչև այդքան հասնենք Երևան 1000-ն ալնելու։ Մենք ենք զարմանում։ Բարև աղբերս։ Բրատ ամենալավ բենզինը ո՞րն է։ Պրեմիումը։ Սուպեր չունենք։ Աբսոս, մտը պրեմիում էլ ես կանիստերով լցնես աղբերս։ $50 լցնես խաղաղության ես մասն։ Արա կայնի բայց ավտոյի մեջ է բենզին լցենք էլի, կայնել ենք, հա։ Սրա մեջ ռեգուլյար լցենք։ Հակոբ ծածա չես նեղնա, չէ։ Տեսի ո երրորդը չի աղբեր։ Ընկերես մերես ավտոյի մեջ էլ էլի լցնես, նորմալ է, ես կայնեմ։ Պրոդեստը վրա ուժը։ Ինչն էր։ Արա մաշնից էր։ Արա ասեիր, եթե ինք գոնե ուրիշ մաշնա բերեինք, եթե մաշնեն էր փչացե։ Սպասի կամազը անցնի, հեսա կայնում է կարմիրա։ Դեմոնս տեսակ արդեն մեքինան պատրաստ է, կարելի ասել պատրաստ է մեր ուզած դրիֆտին։ Ու այսօր մենք եկել ենք նորից Ռիոմոլ, որպեսզի դրիֆտ անենք, բայց այս անգամ մենակ դրիֆտ չենք ստեղանելու, մենք այսօր ունենք հյուրեր։ Մեզ հյուրն եկե Հովոն ու Ալենը Սեյնթհով Ալիքից։ Աղբերներ հերթով էլ նորից չբարևենք, էլի։ Հա, էլի։ Ռես դրան էի սպասում, որ քեզ պաչեի, բայց արին պաչի։ Անդելա։ Մեր ուրիշ էլ։ Նորից բարև բոլորին։ Տղեկ ջան, շատ ուրախ ենք ձեզ տեսնել, վստահ եմ։ Մենք շատ ուրախ։ Դե ոնց հասկացաք, մենք այսօր հետաքրքիր խաղեր ենք խաղալու տղեկի հետ։ Հենց շատ հարազատ թեմա է ավտոների մասին է։ Բայց քանի որ մենք շատ ենք, ու շատացվածը այդքան շատ չենք, 5 հոգի ենք, Հավես խաղեր ենք մտածել։ Շատ լավ հավես խաղեր է, բայց ես ուզում եմ քանի որ այդպես արդար լինի, մի հատ հետաքրքիր բան եմ մտածել։ Քանի որ փոխադրամիջոցները շատ են, իսկ մենք 5 հոգի ենք, պետք է հավասար բաշխվի։ Սենց մի հատ բաժակի մեջ բոլոր անունները ես գրել եմ կանխավ, հեսա հերթով սենց հանում ենք, ու մինչ ավտոն գավ դրանով է խաղում է։ Համաձայն եք։ Всё։ Ինձ թվում է արդար է։ Այս բաժակի մեջ հերթով անունները գրած է փոխադրամիջոցների, հեսա կորոշենք ով ինչով է սա խաղերը խաղալու։ Եկեք նշենք 4 խաղերը ինչ են խաղալու։ Առաջինը դրագն է, որ որոշելու ենք թե, այսինքն ոչ թե որոշելու ենք, տեսնենք թե որ մեքենան է ամենաարագը։ Դե պարզա Infinity-ին գրելու է, հա։ Հա դե BMW-ն եթե չխաղա ընդհանրապես կգրի Infinity-ին համաձայն եմ։ Երկրորդ խաղը հենց հետաքրքիր բան ենք մտածել, բաժակի մեջ ջուր ենք լցնելու, դնելու ենք մեքենայի վրա, կապոտին կամ տանիքին դեռ կհասկանանք։ Ու պետք է հենց մի կրոկ ֆրանկ էլի թայմինգի վրա, գանք էլի ֆինիշ։ Տեսնենք ով բաժակը շուրջ չի տալիս ու հասնում է թայմինգին ամենաշուտը։ Երրորդը մեր մոտ պարկինգն է, շարելու ենք կեգլիները ու տեսնենք ով ավելի հարմարավետ պարկինգ կատարի, ոչ մի կեգլի չի գցի ու տեսնենք էլի ով կհաղթի։ Էլի թայմինգով։ Թայմինգով, հա։ Հետևով։ Հա, ու պրիտոմ եթե հանգած մի կեգլի ընկավ, ինձ թվում է Էլի պլյուս 10 վայրկյան, արի տենց պայմանավորվենք։ լավ։ Ամեն կեգլին +10։ Չորրորդ խաղը։ Չորրորդ խաղը ինչա իրանից ներկայացնում, այսպես կեգլիները իրար հետ շարելու ենք 3 մետր հեռավորության վրա մոտարապես ու պետք է մեքենայով գալ այսպես օծածը ֆրալ ու նույն ձև հետ գալ ու հասնել նորից ֆինիշ։ Այդ ամեն ինչը բնականաբար էլի թայմինգով։ Իմ կարծիքով բոլորը շատ པարզ է, շատ հավես է։ Սկսենք։ Всё, եկեք հիմա մեքենաներն ենք ընտրում, քաշում ենք, տեսնենք ով որ մեքենայով է։ Որ արդար լինի էլի աղբերս։ Հա, անպայման այդ խառնելու պահը լինի, էլի։ Ոնց են մտնում։ Ով առաջինը Ինձ որ մեխանիկա ընկավ, ես երևի սախ կրվելու եմ, էլի։ Ծառը ջրի ապե, հետո նոր ուրիշին է, չէ։ Բայց չասեմ էլի ինչ աղբեր։ Որ է սարը։ Հե, աշին չանգե ասա։ Infinity ապեր։ Աշոտը Infinity-ով է, ռավ քաշի։ Կոնը ճռում է ընկերս։ Որ ուզենաս լավ կճռսնես։ Ինչ անգե։ Մի րոպե։ Ճղեց։ 92։ Ռաֆոյին 92-ն անգե, ես վերջում կքաշեմ, Հով ջան։ Ինձ մենակ կարող է դու քաշես նոր։ Դավայ։ Նա դու քաշի, էլի։ Ասա Մոսկվիչ, էլի։ Մոսկվիչ։ Է34-ը։ Է34-ը։ Մնաց երկու հատ։ Մնաց իմը քոնը հով։ Մոսկվիչն է ու Մոսկվիչն է ու հետաքրքիր բան նախվերս։ Դավայ երկուսով պասի։ Կոնը նայեմ ասեմ ոնց խաղաս։ Մոսկվիչ հորը սարը։ Ինքնա գլդոր։ Այս անակը գալեր, ես սամակատով եմ մասնակցելու խաղերին։ Ոնց տեսակ սաղ արդար էր, իմ կարծիքով ամենահետաքրքիրը իմն է անգե։ Գնացինք խաղերի հետևից։ Մեր մոտ դրագը սկսում է Rafon E92-ով։ 3, 2, 1, գնաց։ Davay։ 6 վայրկյան։ Հաջորդը հեսա տնանք ով է։ Հաջորդ մեքենան Infinity-ն է, ղեկին է մեր Աշոտը։ Աշը իմ մեքենայով է գալիս, տեսնենք Infinity-ի ուժերը։ 3,
2 1 Գնաց։ Ջան։ Համարը 4-5 վայրկյան։ Ավելի կոնկրետ թվերը, ինչպես ասացի, էկրանին երևում է։ Ինձ թվում է ոնց որ թե Infinity-ն է կրում, բայց ես հələ սահմակատը չեմ քշե։ Հաջորդ մեքենան մեր 34-ն է, Ղեկինա Ալենը։ 3 2 1 գնաց։ Համարը Infinity չափ։ Ես ասեմ սա էլ էր բավականին դաստոյնի լավ է գնաց, Չէ, մալադեց Ալենին։ բայց մնաց իմ փոխադրամիջոցը։ Հեսա նայ ոնց եմ գնում։ Ինձ թվում է, բայց սահմակատը կրելու է։ Հիմա Նարեկի հերթն է, ինքնա գլդորով, սահմակատով։ Տեսնենք ինքը ինչ արդյունք ցույց կտա։ 3 2 1 գնաց։ Դե ասեք, ես գոհ եմ իմ ռեզուլտատներից։ Դե առաջի չէ, բայց կարող է երրորդ տեղ ընկած լինեմ իրականում։ Եկավ իմ հերթը ու Մոսկվիչի, տեսնենք կհաղթեմ թե չէ։ Ովոն վախից այնքան ուժեղ է գազին սեղմե, որ գազի պեդալը ծրվել է։ Դուրս ես ասում։ Իսկ հիմա հովոն է քշում Մոսկվիչը։ 3 2 1 Իրականում նորմալ եկել է, հովը շատ է լավ է քշում մեխանիկը, հով ջան դու մեխանիկա լավ է քշում, ես էլ մի ասա չեմ կարող լավ քշեմ։ Դե ոնց որ միշտ իմ մեքենան բնականաբար ակի խնդիր ծակեց, դիմացի ակը թողեց, հենց ծակեց, մեքենան փոխել ենք, իմ 92-ի փոխել են Ռաֆոյի Prius-ն է, հաջորդ խաղը պես ջրով վաժակով խաղն է, բան չենք անում հով։ Դնում ենք բաժակը կռիշին, որ մենք էլ չտեսնենք, որ դիմացը նամանավանդ կապոտի խնդիր ունենք, ստեղ չենք կարա, կռիշին ենք դնելու, կումը թափեց, պարտվում է։ Այսինքն վերջում էլ եթե հանգած բոլորինը թափեց, կնայենք ումնա ամենակիչը թափեց։ Շատ արդար խաղա չէ, նամանավանդ երբ որ ես սամակատով եմ։ Ես գլխից եմ Որը գլխիդ կդնի։ հանդիկների պես դանդաղ իրալ դանդաղ չէ, դանդաղ։ Всё, մենք պատրաստ ենք, թայմինգը գնաց։ 3 2 1 Դավայց է։ Շատ դայվան հենց հիմա անգնել է։ Բայց դե արդեն ծղալու անգնին թվում է։ Շատ լավ է գնում ամեն ինչ դեռ։ Միակ լույսը, ապա ինքը առդ մոտոր է, չէ՞ պետք է հաշվի առեք։ Թայմինգը չգիտեմ ինչքան է, բայց ամեն դեպքում առանց թափելու հետ է եկել։ Այդ արդեն լավ է։ Ահա, Որոնցերից արդեն թափում է։ Ինչ ասեմ։ 3 2 1 գնաց։ Всё, գնաց։ Գավարա։ Արդեն ինքն է։ Ուզում եք թափել։ Հաջորդ մեքենան մեր 34-ն է, որի ղեկին Ալենն է։ Ջուրը լցնեն։ Ալեն, պատրաստ ես։ Ալեն ջուրը չթափեց հանգած։ Պատրաստ ենք։ Պատրաստ ենք, Ալեն։ 3 2 1 գնաց։ Ալեն զգուշ։ Հələ որ կա։ Գնաց, կամաց գնաց։ Հələ որ կա, հələ որ կա։ Կարևորը ժամանակը չշտապելն է։ Դղրդում է ապեն։ Դուս, գնա։ Ստե չկա պարկած մինեսա գնա։ Հետյանը շապեն ասատն նա։ Դե չկա։ Նովա բաղոց վերեն չի, հա։ Ապյալն է։ Գնաց, կամաց այստեղ։ Ամենակարևոր բանը գալը պարկած ոստիկանների։ Այստեղ դանդաղացում շատ Շոյի վեյտ է ստասի։ Չէ,
Մալադեց Ալեն ջան, ինչ ասեմ։ Ապրես։ Այո։ Մեր երկրորդ հաղթողը։ Կա տենց բան։ Չէ, ինչ խոսք, շատ լավ ավտո, շատ լավ։ Մալադեց։ Հաջորդ մեքենան Moskvich-ն է, որի ղեկին Հովոնա։ Ջուրը լցրած է։ Այս մեջտեղն է դնում։ Ո՞ր ինչ հարթա ուղիղ է։ 3 2 1 գնաց։ Գնացինք։ Այսօր Moskvich-ը պատվադից չի արել, հուսանք այս անգամ է պատվադից։ Մալադեց։ Գազը ստավին բայ, ստանեմ։ Այսպես բանը։ Էսի կերում է սա Moskvich-ը։ Շատ նրա սովորել եմ։ Թեպետ սա հեչ, արդեն զգում եք, որ սովորել եմ ժողովուրդ առանց շապազանցնելու այն նախանցած սերիայում, որ ես առաջի անգամ են, որ ասում եմ քշում եմ ու գլուխը սկսում է ցավալ, այդ անգամ առաջի անգամ քշել եմ ու վերջ։ Այս երկրորդ օրն է, որ ես ընդհանրապես մեխանիկա եմ քշում։ Հենց որ ասեք, որ հալալ է, որ սովորել եմ։ Այստեղ հիմա շատ կամաց։ Ուրիշ ինչ ստաբիլ է պարում։ Կամաց։ Արա Moskvich-ը փափուկ է, էլի, դե ինչ ուզում ես ասա։ Կամաց։ Դավայ։ Այո։ Ոնց քշումը չի շարժվում, նա ինտերնետից չի շարժվում։ Հովջան, բան չասի, կրել ես։ Այս համակատը ինչ եմ անում։ Իհարկե։ Սաղ մտածած է։ Գնա։ Գնացինք հաշվեք։ 3 2 1 գնաց։ Գնացինք։ Ես իմ ուժերին հավատում եմ։ Եթե դաժե թափեմ, ես այնքան եմ եկել, ինչքան որ չերեկե ինֆինիտին։ Օրեն ուժաչի վրա ոնց եմ անցնելու ա։ Սա բակը դիժակի պալիտետին է։ Քիչ կարճ կրուկ վերցի, բայց փոխապետ ես ցածին։ Ոնց փոխապետ։ Is good։ Օրա դիժաչի։ Tan 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 tan. Ana չթափես, էլի չթափես։ Ուֆ, արա թափապ։ Չենք աղտոտում, հետներս վերցնում ենք։ Անպայման։ Իմ կարծիքով այսքանն է որ եկել եմ, էլի քիչ չի։ Վերջ ոնց հասկացաք, այսպես հետաքրքիր օր ունեցանք տղեկի հետ։ Շատ բոմբ էր։ Ինձ որ շատ է դուր եկել ու իրականում մենք չենք հավաքը որ հասկանանք թե ով է հաղթող ով է պարտվող într-un խաղերի ընթացքում տեսակ ով ավելի շուտ հասավ ով ավելի ուշ հասավ իմ կարծիքով մենք շատ դրական ու հավես էմոցիաներ ստացանք համաձայն ես ով անպայման ու կխնդրենք կոմենտներում գրեք էլ ինչ հետաքրքիր խաղեր կա որ կառաջարկեք խաղանք մի ուրիշ անգամ էլի կհավաքվենք լիքը sense բոմբ բաներ կանենք նենց որ բաժանորդագրվեք անպայման հովոյի էջին էլ Սպարց հա դե ուզում ենք բրծնենք արդեն Մերը Action ալիք է, ախր մերը պետք է ծուխը լինի, մուխը լինի։ Ինչ ծուխ։ Վայ արա Էսի չարի Բեմբեն Moskvich-ը Բեմբեն Բաժանորդագրվեք ալիքին, կոմենտներ գրեք, լայք սխմեք, կհանդիպենք։ Կոնկրետ այս պայն ինչ ենք անում, մեքենայի վրա մեր շլանկ կա, որը նախորդ անգամ դրիֆտի ժամանակ ջրոսնելուց վնասվել է, այդ շլանկը հեսա փոխում ենք, հասկանանք ինչ որ բան եթե էլի վնասված կա, հետել ենք դզում, բայց ոնց որ թե ուրիշ բան չկա, յուղն ենք զապրավկա անում ու, կստացի յուղը զապրավկա անելով էր գնալու ենք մեր ընկերոջ մոտ Esther Oil, ընտեղ бид յուղը վերցնենք, գանք ստեղ զապրավկա կանենք ու այսօր տես մի քիչ տենց կարճոտ վիդեո է սպասվում, կարճ է, բայց վերջում շատ լավ ինֆորմացիա կա, նենց որ շատ քիչ մնաց, մի քիչ հետո այդ ինֆորմացիան կասեմ։ Եվ ոնց որ միշտ սենց բարդ աշխատանքները հիմնականում կատարում են Աշոտն ու Ռաֆոն, այս դեպքում ոսնում եք մենակ Ռաֆոնը անում, ինձ հետաքրքրում է թե ինչ անում Աշոտը, բրատ ինչ ես անում ըտը։ Գործ։ Ոնց գործ Ռաֆոնը անում Յավնի։ Ես էլ եմ գործ։ Ես ավելի լուրջ գործ եմ անում։ Ասեմ որ Աշոտը հենց հիմա գիտեմ իրականում ինչ է անում, ցանկացած
BMW-ն եթե ինչ-որ խնդիր է ունենում ուրիշ երկրում նույնիսկ, եթե կոնկրետ ինչ-որ մի հատ լար կա, չէ, այդ լարը այնտեղ ունենում են, իրանց կոմպին միացնում են, Աշոտը ստեղից այդ ավտոն սաղ ծրագրավորում է ու ամեն ինչ անում է։ Ճիշտ ասացի, թե մի քիչ ավելի գրագետ դու ասա։ Դե հեռահար կոդավորում կամ ծրագրավորում է կոչվում, էլի, կարաս вообще լրիվ ուրիշ կետում աշխարհի գտնվես, ունենաս մի հատ այնետ կաբել ու մի հատ նոթբուք կապնես ավտոին ու ինձ դոստուպ տան, ես կապնեմ իրանց նոթբուքին, իրանց ավտոին ու ցանկացած բան անենք։ Բա, BMW-ի մասն է խոսքը։ Հետաքրքիր ավտո է BMW։ Այո։ Իրականում մի հատ շատ կարևոր բան ասեմ, շատ-շատերը որ տենց վիդեոներ են գցում, մեկ է ուղարկում են Mercedes կամ չգիտեմ Mustang, տարբեր ավտոներ, ասում են popcorn, ինչ կլինի, ոնց կլինի։ Մենք պարզապես չենք անում ուրիշ ավտոներ, անում ենք BMW ու մի հատ էլ շատ կարևոր բան է, Աշոտի մոտից եմ դրա մասին խոսում, որ բոլորին հասու լինի։ Իրականում հա մենք աշխատում ենք Աշոտի հետ, որովհետև իմ կարծիքով Աշոտը այն մարդն ում ես տենց վստահ կարամ ասեմ հանգիստ գնացեք ձեր BMW-ների իր մոտ ինչ ուզում եք արեք, այդ ավտոն հաստատ точно է։ Ինչ կա դա, բայց մի հատ շատ կարևոր բան կա, լիքը մարդու մոտ sense բան ա լինում։ Այնա եթե Աշոտի մոտ պետք է գնանք, ինքնամիջից գնանք այնտեղ անենք, տենց է կարականիկ իհարկե, որ մարդիկ մտածում են մեր մոտ գալով ավելի թանկ է լինում։ Իրականում չէ։ Ինչ գին որ Աշոտի մոտ է, այդ նույն գինը մեր մոտ է լինում, այդ ոնց որ մեր մեջ է արդեն մնացածը, սովորական բիզնես։ Մի բան էլ մեկ ավելի էժան է լինում իրանց մոտ, ոնց որ կարակ արխային գնեք այնտեղ։ Հենց որ սմելը համեցեք, եթե ինչ-որ մեկը ունի BMW ուզում է իրան սարքի էլ ավելի հետաքրքիր BMW, խոսքս արագ կլինի, կոմֆորտ լինի, որտեղ BMW-ն լիքը ֆունկցիաներ է մեջ ունեն, որոնք որ պրոստը հենց որ գնում առնում եք, իրենք միացած չեն լինում։ Խոսքս օրինակի համար, չգիտեմ, հալիները ու պատուհանները խոսքի փակվելու մասին է պուլտի հետ, կամ չգիտեմ, ռուսաֆիկացումն է, ինչ-որ գաղտնի ֆունկցիաների ակտիվացումներն է։ Ունեման լիքը բաներ ակտիվացնելու համար գալիս եք Հայգարաժ շոու։ Այս հաշվով էլի գալիս եք իմ մոտ, բայց ընդեր։ Պատկերացրեք երկու հատ տարբեր սերվիս ունենք, տարբեր անուններով, բայց նենց որ ում ոնց հարմար է, կարա գա կանաստասմի կանչորս դրեք կամ Հայրիկ Մուրադյան 13։ Առաջինը Հայգարաժ շոպն է, երկրորդը դիագնոստիկա կետայինն է։ Այսօր շատ երկար սպասված Hydrift-ի 6-րդ էպիզոդն է, որտեղ մենք խաղարկելու ենք BMW G34-ը, մեր հայ կառչի մեքենան։ Ինչպես նաև լինելու է էլի խաղարկություններ, հենց որ անպայման մինչև վերջ նայում եք, սպասում եք, որտեղ շատ հետաքրքիր վիդեո է ստացվել։ Ես գնամ տղեկի մոտ, որտեղ լիքը մարդ է հավաքվել։ Բայլոս։ Process քիչ բայլոս։ Հեսա կայնամ գամ։ Ժողովուրդ ջան, բարև բոլորին։ Հեսա մի քիչ է սպասենք, հլանց կեսը չկա в принципе։ Շո մի քիչ է մարդ հավաքվի, անկարծ մարդ չուշանա, էլի նացյակի։ Ժողովուրդ ջան, ողջույն բոլորին նորից։ Մենք արդեն բարևել ենք իրար, բայց նորից ողջույն։ 15:00 ենք ասել, արդեն 15:08 է։ Մաքսիմալ փորձել ենք սպասենք բոլորին, ով հասցնի գա, բայց այսքան մարդը կանգնած մրսում է, արդեն ավել չենք կարա սպասենք, ինձ թվում է բոլորդ համամիտ եք։ Այո։ Հայգարաժը ու դիագնոստիկա կետը կազմակերպել էին Hydrift պրոյեկտը, ինձ թվում է շատերը տեսել եք, որովհետև հավանաբար այդտեղից է բոլորդ եկել եք։ Մենք վերցրել ենք այս մեքենան, փորձում ենք իրան սարքեինք դրիֆտի համար նախատեսված մեքենա։ Վիդեոներով տեսել եք ինչքան է մեր մոտ ստացվել, ինչ ենք արել ու առհասարակ ոնց ենք այդ ամեն ինչը մենք արել։ Այս մեքենան մենք որոշել ենք խաղարկենք ձեր միջև ու հայավարի են որ լիքը լինում է, որ մտնում ես մի 170 հոգու followers լինում, որոնցից չգիտեմ, մի 130-ը կարող է քեզ ընդհանրապես հետաքրքիր չի, տղայից ինչ-որ beauty salon-ի բանա, պետք է պատվիսկա անպայման լինես։ Մեր մոտ տենց չի։ Մեր մոտ բաժանորդագրված եք եղել այն ալիքներին, որոնք որ կոնկրետ մեքենայի հետ կապված են ու ձեզ պետքա որ դա հետաքրքիր լինի։ Պրոյեկտի ընթացքում մեզ օգտակար են եղել, մեր օգնել են, մեր ընկերներն են, սենց ասեմ, ոչ մեկ ստե պրոստը ինչ-որ հովանավոր չի լավ սենց ասած։ Բացարձակ տենց չի ու առասարակ ում էլ որ մենք ընդհանրապես գովազդել ենք այդ պրոյեկտի շրջանակներում, այդտեղ էլ է մեր անհատական կարծիքը ու մենք իրանց համար են որ վստահ ասել ենք, որ իրանց մոտ կարելի է հաճախել, իրանցից կարելի է օգտվել։ Չէ։ Հա, բա ոնց ախպեր։ Բա ոնց։ Ալո, կներես։ Այսօր չենք աշխատում, բրատ։ Համեցի։ Այսօր ինչա խաղարկվելու մեր մոտ։ Առասարակ մենք բացի մեքենայից որոշել ենք էլի խաղարկությունների մեջ ինչ-որ բաներ ներառենք, որովհետև մարդիկ շատ են,
բոլորն ուզում են գոնե ինչ-որ բան շահեն, դրա համար մենք որոշել ենք ավելացնենք հետևյալ բաները։ Այսօրվա խաղարկության ժամանակ կարաք դուք շահեք հայ գարաժի կողմից զեղչի քարտեր, որոնք որ գալու է կոնկրետ ապրանքի վրա զեղչեր լինելու կամ ինչ-որ ծառայության վրա զեղչ լինելու, ինչպես նաև այդ վերաբերվում է պոպկորն, չիփ, տյունինգ, եվրո ու տենց ամեն ինչին, ով որ սիրում է BMW-ի հետ կապված ինչ-որ գործեր անել տղեկ ջան։ Իսկ բացի դրանից նաև լինելու է դիագնոստիկա KTM-ի կողմից Շատ լավ։ Նաև լինելու դիագնոստիկա KTM-ի կողմից gift քարտեր, տարբեր գնային բաներով, որ դուք կարող եք քարտով մոտենաք դիագնոստիկա KTM, ինչպես նաև մեր մոտ principi, չէ՞։ Հա, բավանց։ Ու այդ քարտերի շնորհիվ դուք ունենալու եք էլի կարելի ասել այդպես մեծ զեղչեր։ Ամենակարևոր բանը, որ այս օրինակ gift քարտերը կամ զեղչի քարտերը տես ձևական չեն լինելու, այսինքն կարաք զանգեք, գինը հարցնեք, գաք, գործը անեք, վերջում տակ ասեք, էս է, այսքան զեղչի։ Իրական նորմալ բան։ Լավ վիճակ է։ Սկսենք, հա, բավանց։ Սկսենք, ոչ ինչ։ Այսօր այսենց թվեր կա։ Հեսա հերթով ամեն մեկին մի հատ թիվ է բաժանվում, որ անկած այնպես չլինի, որ ինչ-որ մեկը չգիտեմ, ասի իմը չկար կամ չգիտեմ ինչ-որ տես մի բան լրիվ արդեն մաքսիմալ այն որ չենք էլ ընտրում բան, պրոստը այս կառը բաժանում ենք, բայց այդ ժխորել չանենք էլի ժողովուրդ։ Հանգիստ ծաղին հասնելու է, լիքը թերթիկ է։ Հա, դա ամենաարդար տարբերակն է, ախպեր ասա մոտիկանան վերցեն, դա ամենաճիշտ տարբերակն է ու ռանդոմայզերով ում որ թիվը ընկավ, դա վերցնում է։ Իսկ խաղարկությունը լինելով հետևյալ կերպ։ Ռանդոմայզերով կոնկրետ օրինակի համար ասելու ենք, հիմա խաղարկվում է բայ լապտոպին աուկցիոնների պես է, որ լինում է բայ լապտոպի նվերը։ Ռանդոմայզերով ում թիվը ընկավ, ինքը վերցնում է։ Իսկ ամենավերջին նվերը բնականաբար լինելու է ավտոն։ Մաքսիմալ հեշտ, արագ ու որ ինչ-որ բարդ բաներ պետք չի անել էլ։ Ընտրում հերթը, համեցեք։ Համեցեք, բարև ձեզ։ Ոնց տեսնում եք, մենակ տղաները չեն մասնակցում։ Հիմա հարց տամ, էլի, որ կերեք դրիֆտ եք անելու, թե պրոստը ուզում եք վարեք։ Չէ, դրիֆտ։ Որա ասես դրիֆտ, դզեց։ Համեցեք, այդտեղ սպասեք։ Արի ախպեր ես։ Համար 2, համար 3, համար 4, համար 5, թե 6։ Ես թիվն է կարելու ավտոն։ Որ չկերեց էլ աշետ ընկերություն չեմ անում։ 5-րդ համարը չկար, երևի ջեբս կորել է, չգիտեմ ոնց է տենց եղել, բայց 5 համարը չկա։ 7։ Եթե լինի ջեբս ադնելու կամ մեջնալու էլի կտանք։ 8, 9, 10։ Ապա մի հատ ստե ընտանեկան է, էլի, մի հատ տութո։ Здравствуйте. Пожалуйста, 11 номер. 12. 12 номер. 13, 14, 15, 16, 17, 18, 19. Ժողովուրդ մի քիչ էլ աճ գնացեք, որ այս մարդիկ տեղավորվեն այդտեղ։ «164, 165, 166 հոգի մասնակցում է։ 166 հոգի մասնակցում է խաղարկությանը, հեսա հերթով ռանդոմայզերով գնում ենք, տեսնենք ում ինչա հասնում։ Սկսում ենք զեղչի քարտերից։ Նայեք ժողովուրդ ջան, ստեղ նշել եմ 166 հոգի, ինքը այսենց ռանդոմ ձևով, այսենց generate անելու, ամեն անգամ տարբեր թիվ ասելու 166-ից։ Շատ քիչ է հավանական, որ նույն թիվը երկու անգամ կընկնի, բայց եթե ինչ-որ մեկի թիվը ընկավ, ինքը արդեն խաղից դուրս է բնականաբար, էլ իրան չի անդրադառնալու այդ ամեն ինչը։ Հայ գարաժի 10%-անոց զեղչից ենք սկսում։ 141։ Ով է։ Արի ախպերս։ Պրինցիպի դու ամենաբախտավորն ես, էլի, հենց առաջինը։ Զատո առաջինն ես, բրատ։ Շնորհակալ ենք Էլիաս մասնակցելու։ Էլ ինչ։ Հետևի էջերին սենց հետաքրքիր բաներ էլի արնել։ Ապրես։ Generate 33։ Լոտո եմ խաղում էլի։ Ով է 33-ը։ 33։ Ես ասի ավտո ես ուզում մենակ, ախպեր։ Համեցի ախպերս։ Ապրես, մենք ենք շնորհակալ։ Հավատացեք, սենց այնց լարված է վերջում լինելու, որ ավելի քիչ մարդ մնա ու ավտոյի վրա է լինելու։ Խաղարկվում է էլի 10%-անոցը։ Գնաց։ 66։ Ով է։ 66։ Համեցի ախպերս, 66-ա չէ, հա կարմիրը ծախ։ Շնորհավորում ենք, անցանք 20%-ներին արդեն։ 121։ 121։
121 չկա։ Շնորհավոր ախպերս։ Համեցի։ Так։ Ոնց չարմար բաներ ես։ Եվս էլի 20%-անոց հայ գարաժ։ 146։ Շնորհավոր ակտիվ։ Ով է։ 146։ Ահա, ախպերն է ոնց որ շահը։ Բարև ախպեր ջան, շնորհավոր ցավդ տանա։ Էդ քեզ։ Ձեղչի կարտ։ 20%-անոց ձեղչի կարտ հայ գարաժ։ 157։ Ահա, տես բախտը դվել է ախպեր։ Իրան պետք է պրինցիպի։ Շնորհավոր ախպերս։ Էտա, Համեցի ախպերս։ առ մի հատ S2 10 10-20-ը, դա 20-ը։ 20%-անոց հայ գարաժ։ 88։ Լավ թվեր են գնում ապա։ Այ շոր։ Շնորհավոր ախպերս։ Գոլ թվերը նա շուտա չէ բանալնելու։ Խաղարկի քոնը բրծնի ու Մի հատ էլ 10%-անոց կար, չենք տեսա, էդ էլ ենք խաղարկում։ 10% հայ գարաժ։ 131։ 131։ Շնորհավոր ախպերս, համեցի։ պահի է ախպեր։ Անցանք դիագնոստիկա կետեմի գիվ քարտերին։ Սա 20,000 Ոնց որ գիտես, ովն եմ հին հարսանիքների ժամանակ որ բարձր ասում էին, բեղավոր մարդն է սա պետք։ դիագնոստիկա կետեմի 20000 դրամանոց քարտ։ 58։ 58։ Ովա։ Շնորհավոր ախպեր ջան։ Երևի ախպեր ջան։ Համեցի։ Հատվիր դու երկու հատ Երկու հատ էի տալիս։ Համեցի։ Մի հատ է դիագնոստիկայի 20000 դրամ։ 86։ Ուրա։ Եկավ ախպեր։ Շնորհավոր ախպերս։ Նետե։ Ինչ ես տալի։ Էլի։ Շատ ունեմ, ապա շատ ունեմ։ Շատ ելնի։ Դիագնոստիկայի 20000 դրամ էլի։ 116, էս եղել էր։ Լուրջ։ Չէ։ 116։ Ուրա 116։ Արա չեմ կարծում մտնեմ։ Ես չեմ հավատում, որ նույնքի վրա երկու անգամ ընկնի, էլի։ Շնորհավոր ախպերս։ Գնաց։ Մի հատ է 20000 դրամանոց քարտ։ 96, 69 չգա։ Լյովը ուրակային ավտոյի համար է պայքարում։ Հələ նայեմ։ 96-ա։ Համեցի ախպերս։ Դու Գնաց վերջինը։ Վերջին 20000 դրամ դիագնոստիկա կետեմից։ 25։ Լավ դիվա։ Բարև ախպերս։ Շնորհավորում եմ։ Քարտդ նայեմ։ Չնայեմ, նայեցի, լավ, всё։ Բայ լապտոպն է։ Թույն նվեր է էսի։ Չեմ, ով կշահի թո ինքն էլ իմանա, մի հատ է էսի, մի հատ շատ լավ բան է։ 89։ Մոտ է։ Դե ես քեզ նվեր տվել եմ, մի հատ էլ դու առանձին իմ կողմից նվեր ունես։ Չներվես։ Շնորհավոր ախպերս, 89։ Ես քեզ Համեցի։ Համեցեք։ Հասանք ավտոյին։ Հասանք ավտոյին։ Արա, բայց էսի պետք է մի քիչ sense ինտրիգոտ լինի։ Դա խնդրում եմ սաղդ մեզանից են կողմ, էլի։ Սաղ առաջ գնացեք, որ մեր հետևը մարդ չլինի հանկարծ։ Մենք հավատում ենք, որ սաղդ մեզ հետևում եք, պատվիսկա եք, follow եք, բայց ով էլ մոռացել է, ինձ թվում է արժի որ follow լինեք, որտեղ վերջին անգամը չի, առաջինն է դժվար, էլի, հետո էլի կանենք։ Քանի որ sense պրոստը ավտոն մի հատ թիվ դուզ գա նույն ձև տեն շնորհավոր ենք այդքան հավես չի լինելու, տենց շատ արագ է այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Եկեք sense անենք։ Մենք հիմա հեսա կամերա ֆիքսում է, որ չասեք բան ենք փոխեմ, ենք տեսնում ենք։ Ու մի քիչ ինտրիգ ենք պավ, նոր ենք ասում, հա։ Այն եվրատեսիլի պես է, first voice goes to այդ վիճակն է լինելու, okay։ Մի խփի, հետո կասեմ ինչ ենք անում։ Խփի։ Ահա։ Օ, բայ։ Всё, լոկ գցեցի։ Ահա։ Հիմա հերվից ենք գալի։ Այո։ Զույգ թիվա, թակ թիվ չի։ Զույգ թիվա։ Եկեք մոտիկ 5 թվերը ասենք։ Այդ 5 թվերի մեջ դու սաղ գանց տեղ, չէ։ 70, 71, 72, 73, 74, 75, այդ 5 հոգին ուր են, եկեք մոտիկ, 5 հոգի, մնացածը խնդրում եմ մի քիչ հետ կայնեք, որ համել սիրուն լինի, համել Ժողովուրդ ջան, նայեք, ուրեմն, այս 5-ից այդ մեկը հաստատ շահել է։ Հələ պայք թվերը, տենանք ով է,
Ահա։ Օրս արև ոչ մեկից չեմ ճանաչում, այդ արդեն մենակ ուրախ եմ, որ իմ ընկերներից չի, որովհետև լիքը ընկերներ ունեմ ստոր կայնած են։ Կներեք, բայց լուչը անծանոթ մարդ շահի, սենց ասեմ։ Ես մի հատ բան եմ ուզում, ախպետ, հերթով մի հատ հարց տամ, էլի։ Դավայ, գնաց։ Ախպերս, որ մեքենան շահես, ինչ ես անելու։ Լավ ֆայլում եմ քշեմ։ Քշելու ես, ունես պրավա, չափա ասես։ Չէ, բայց հեսա կունենամ։ Հեսա կունենաս, հասկացա, դու ախպերս։ Շահեմ կորոշեմ։ Շահես կորոշես, հասկացա։ Ստեյս մուխը հանլով միջը։ Հակստեյց չէ, դու զգաս ինչ ուզում։ Ստեյց չէ գնի։ Ամել պետք է անվանափոխությունը արվի նոր քշեք, էդի պարտադիր պայման ով քշայի։ Դու ինչ ես անելու։ Չեմ ծախի քշում աղս։ Ունես պրավա։ Բայց ունենալու ես, հասկացա։ Հա։ Դու ախպեր։ Դզեց։ Դու գործից հասկանում ես։ Էսի քանդել ես նրա վրա։ Լավ, հələ մի հատ ուրիշ հարց էլ ես տամ, էլի ախպեր, հա։ Դավայ։ Ով որ դեից է մի հատ ասեք, էլի։ Էդ էլ է ինձ հետաքրքիր բեսամ։ Դզեց, ո՞ր Բարի տարբեր ծեղերից են եկել։ Սաղը Եղվարդից է կխտում։ 4 գյուղ ու 4 հոգի Եղվարդ։ Չէ, ախպեր, Երևան որտե ես բնում դու։ Կոմիտաս։ Հա մոտիկ է։ Զեմլյա։ Լավ է եկել ես։ Մաշինը, այդ ունես չեմ ճանաչում։ Ո՞ր սարև։ Հələ արդյոք որտեղա այդ արդյունքը։ Հա, ճիշտ է, որտեղից եք տեսել вообще։ Ինստայով։ Ապա լավ է вообще, դզում է sense բաները։ Խոսքի Հայաստանում YouTube-ը բեսամ որ ցածր է, չէ՞, ուզում ենք մենք էլ բեսամ ներդրում ունենանք ու զարգացնենք։ Եթե կայֆ է, sense բաներ էլի ենք անելու։ Այս կարող շաբաշել են գնանք տուն։ Հա։ Սա դե դուք մտածեք որ Բայց սաղ տեղերը բաժանորդագրված եք 5 տեղ։ Մեր մոտ ինտրիգ մտցնենք դե։ Հələ սպասի ախպեր, 2 հոգի 4 գյուղից է, 2 հոգի Եղվարդից, Երևան։ Ահա, բեր ամենտեղից մի հոգի թողենք խոսքի։ Դավայ, դու ընտրի։ Ճոգիր։ Մենք չգիտենք ով թիմին ա տակ։ Մենք արդեն գիտենք ով է կրե ձեզնից, բայց դուք ախպեր, ձեզնից մեկը, օրինակ դու չես կրե ախպեր ջան, կներես։ Ախպերներից մեկին է դու ասա լավ, ով չի կրե։ Որ դուք եք Իրանք Եղվարդից են։ Ինգերս դու չես կրե կներես։ Ահա, մնաց 3 հոգի։ Մնաց 3 հոգի մոտիկ եկեք ախպեր։ 4, որը ճիշտ է։ Արա մի հատ ավել էինք կանչի փաստորեն։ 5 հոգու էինք կանչե։ Մի հոգի ավել եք։ Ոչ եկի ջոկում։ Հա, 70-ը հետը 0 է էլի։ Ախպեր, իրականում այս ավտոն կարճ 2 բառով ասեմ, առել էինք, որ պրոստը նարուն ասեց էլի ինչ անենք, դրիվ տանենք, նկարենք, պրոյեկտ տանենք, էսկոմ, բայց մենք որ ճիշտն ասեմ, այս ճամփեն շատ շուտ ենք անցել, ու սենց հին ավտոներ լիքը սարքել ենք, քշել ենք, ինչ ասես արել ենք մի խոսքով։ Ու մեզ դզում է, որ մենք այս ավտոն նվիրենք նենց մարդու, ով իրոք կքշի, դաժե մի օր էլ ինչ որ մի բան այս ավտոով կամ, չգիտեմ, ինչ որ մի բանի կհասնի, թեկուզ վիդեոներ կնկարի մեր նման մեզ այդ կդզի, ոչ թե պրոստը վեկալեն, քանդեն, հա, արջ չկա ինքը հին ավտո է, մենք էլ տենց ժամանակ չենք ունեցել լվանք սիրունացնենք ձևի համար, ոնց կա էտա, բայց ուրախ կլնենք, որ հասնի նենց մարդու, ով մաքսիմալ ուզում է այս թեմայի մեջ ելնի, սենց ասեմ, նենց որ ով էլ ձեզանից ունենա, դաժե ես անձամբ ասում եմ, որ պատրաստ եմ օգնեմ, որ այս ավտոն ավելի լավացնեք, էլի, նենց չորս այս տվինք պրծանք ինչ խնդիր դաժե ունենա, ես անշահակնդիր պատրաստ եմ նարոնել, օգնենք, այս ավտոն սարքեք էլ ավելի լավը, ու որ մի օր պրոստը հիշենք այս թեման ու ասենք ինչից ինչ դառավ, սենց ասեմ, նենց որ ով էլ ունենա հաստատ ուրախ եք ապե։ Ասեմ ով է կրե, ասում եմ։ Հա, ասա, իդեք էլ չտանջենք։ Կրելա յո։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Rio Mall-ին տարածքը տրամադրելու համար ու բացի տարածքից այս գովազդները, որ մեր ամբողջ քաղաքով գնում է, ստեղով գնում է, շատ շնորհակալություն Rio Mall-ին, ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել են բոլոր տղեկին, ներքևի Instagram-ները դու բոլորի տեսնում եք, ովքեր որ այս մեքենայի վրա գործ արեցին, օգնեցին, որ իրան սարքենք էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի վայրենի, էլ ավելի դրիֆտին համապատասխան մեքենա։ Շնորհակալություն եմ հայտնում մեր շատ լավ ընկեր Buy Laptop-ին մեծ սփորտի համար, մեր կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ դղեկ ջան։ Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում մեր մյուս շատ լավ ընկեր զբաղված մարդուն, նույն ինքը Իսոյանին, այս սաղ ընթացքը մեր կողքին լինելու համար ու այսօր եւս մեր օպերատոր Արմանից բացի Իսոյանն էր մեզ նաև նկարահանում, բրատ ջան շատ մերսի։ Դե այսքան շնորհակալությունից հետո բնականաբար չեմ կարա չնշեմ այս երկու լավ ախպերներին, լավ ընկերներին, լավ տղեկին, լավ արհեստավորներին, ով որ այս սաղ ընթացքում եղան իմ կողքին, օգնեցին այս էջում այս պրոյեկտը իրականացնել։ Շատ լավ էմոցիաներ, շատ լավ պահեր ենք անցկացրել այս տղեկի հետ։ Մեզ ահավոր հավեսել այս ամեն ինչը, հուսով եմ որ ձեզ էլ շատ զուրկ է ու մենք այս ամեն ինչին դրելի ենք անդրադառնալու։ Շնորհակալություն Ռաֆոին, որ այսքան գործս ավտոյի վրա արեց։ Այն որ չեք պատկերացնի ինչքան բան կադրից դուսել է մնացել։ Շնորհակալություն Աշոտին դիագնոստիկա եմին նույն ինքը նույն BMW Racer-ին այսքան լիքը բաներ անելու համար, ինչպես նաև ասեմ, որ Աշոտը բացի այս ամեն ինչին ցենց օգնելուց ինքը նաև հովանավոր ա եղել այս պրոյեկտին։ Աշոտ շատ մերսի քեզ էլ։
Անպայման Աշոտի էջին էլ մտնում եք YouTube-ում follow եք լինում, որովհետև Աշոտի մոտը լիքը հետաքրքիր բաներ է դուրս գալիս ու դեռ լիքը բան դուրս է գալու։ Շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից ու գտնեմ մի երկու բառ տղեկ ունենասելու թե չէ։ Արելին նույն հայացքով նայեց վրես։ Ինչ ասեմ, շատ կայֆ ու հետաքրքիր իսկականից պիրուդ էր, տենց այս մի քանի 6 վիդեոն որ նկարել ենք, իսկականից լիքը բան կադրից դուրս է մնացել։ Արա պես մի բան կա պետք է ասեմ։ Դավայ։ Ասում եմ, այս սերիով կարաս այսքանը դնես։ Այս սաղ պրոյեկտի ընթացքում Նարոն ինձ սաունա է, պարտք նես որ էսի կգցես ապե հանգարց չկդրես, նես որ հիշեք այս պահը, ինչ այս ավտոն որոշել ենք, ասինք առնենք, կեթանք, առանք չգնացինք, նես որ ոչ եմ, էսի պարտք ես մնում, քթերիցդ բերելու եմ ապե։ Դժվար քթերիցս բերի, որտեղ ինձ շատ է սիրում, բայց պարտք շատ եմ սիրում։ Համենայն դեպս շատ կայֆ էր, այն որ հաստատ սենց ասեմ ձեզանից կախված հույս ունեմ էլի սենց պրոյեկտներ կունենանք, դաժե հիմա ավելի ուժեղ ու մեծ թափով կսկսենք, որտեվ այն ժամանակ երբ որ ես կամերայից ամաչում էի դաժե խոսայի, Նարոն կոպիտ ասած սովորացրեց կամերայի մոտ խոսալ, որտեվ ահա որ քաշվում էի։ Հիմի դուխով խոսում եմ կամերայի դեմը, նենց ոնց որ կյանքում, նենց որ ասում եմ ավելի մեծ թափով ու լուրջ պրոյեկտներ կարանք անենք ու Հայաստանի YouTube-ի մակարդակը բարձրացնենք։ Իհարկե, ու ասեմ, որ բացի ամեն ինչից գազ տվեք։ Իրականում YouTube-ից ոնց գնաց, ես միշտ այս բանը նշում եմ ու հիմա է կնշեմ։ Երբ որ ես էի սկսում առասարակ լիքը մարդ ովքեր որ YouTube-ի հետ կապ ունեն, ինձ փորձել են օգնել, որոնց ես շատ շնորհակալ եմ ու հիմա մենք եւս, եթե ինչ-որ մեկ ուզում է սկսի այս ամեն ինչը, մտածում է հա լավ դե Հայաստանում բարդ է կամ լավ դե ոնց սկսեմ, սկսեք, ինչ-որ բան արեք, YouTube-ով այդտեղ ինչ էլ անես, ինքը մանր զարգանալու է։ Հենց որ բաժանորդագրվեք անպայման ալիքներին ու ոնց որ ես միշտ ասում, սաղ ձեր համար։ Մենք քյար չունենք։ Ասում եմ Հա, ասա, իդե էլ չտանջենք։ Կրելա 72-ը։ Ակպել է, որս արել։ Ես ես, որս արել ես իշ։ Կոմիտասի, որս արել։ Զեմս կրեց ամել, լրի պատահական։ Ամորտան չես արել։ Ես շնորհավորում եմ։ Ես էլ եմ մեկ կոմիտասի, իդե, շես դում է։ Ես բանալիքներով նեզ աղթրես, ամենապողություններով հետո ես մեկ Ժորժան, բոլորից շատ շնորհակալ ենք մասնակցության համար, անպայման ակտիվ եք լինում, բաժանորդագրվում եք թե իմ YouTube ալիքին, թե Աշոտի դիագնոստիկայի ալիքին, որտեղ դեռ լիքը սենց բաներ է լինելու, իսկ մենք կհանդիպենք։